Բարի երեկո, հարգելի բարեկամներ, այսօր Քարահունչ հայագիտական կենտրոնի 82-րդ հանդիպումն է եւ այս աշնանային, գարնանային կներեք շարքում եւս 2 կամ 3 կունենանք, այնպես որ բաց մի թողեք։ Սիրով ներկայացնում եմ մեր այսօրվա բանախոսին Աշոտ Գևորգյան, ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր եւ կխոսենք այսօր կվանտային տիեզերքի մասին եւ երևի թե կիմանանք մեր բանախոսի կարծիքը այսօրվա մեծ մարդկանց մասին նոր իրականությունների ներքո, հա, եթե ճիշտ եմ հասկանում։ Խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն նախ հրավերի համար, որտեղ ես շատ ուրախ եմ ամեն անգամ ստեղ հանդես գալով, որտեղ գտնում եմ, որ ցավոք սրտի դեռ եզակի հարթակ է, որտեղ ինչ որ լուրջ մտավորականություն է հավաքում եւ լուրջ հարցեր է քննարկում։ Ես կաշխատեմ իհարկե այս այն ինչ որ պետք է պատմեմ մաքսիմալ մատչելի, մյուս պատմեմ, որպեսզի ասենք մարդկանց մոտ վախ առաջան քվանտային մեխանիկա եւ այլ քվանտային ֆիզիկա լսելով, բայց ես քանի որ առանց կեղծ համեստության դրա շատ հայտնի մասնագետներից եմ ամբողջ աշխարհում եւ ես այս գործերը, որ հիմի կպատմեմ, առանցքային գործ եմ արել եւ կներկայացնեմ ձեր այսպես ասած դատին եւ իմ համար հիմի շատ ավելի հետաքրքիր է հանդես գալ ոչ մասնագիտական կոլեկտիվներում մարդկային այսպես ասած հանրությունների մեջ, քան նույնիսկ մասնագիտական, որտեղ նույնիսկ մասնագիտական ոլորտում շատ բարդ է այս բաները, որ քիչ կան նույնիսկ աշխարհում տենց հարցերով խորը զբաղվող հիմնահարցերով։ Ուրեմն ես վերնագիրը գրել եմ քվանտային տիեզերք եւ կյանքը որպես պատրանք եւ մի փորձեմ դա այսպես ասած ապացուցել, բայց մինչև ապացուցել եմ մի հատ էլ այսպես նախադասություն ասեմ, որ հենց առավոտը կարդացի հայտնի ֆիզիկոս, մաթեմատիկոս, որը սև խոռոչներով զբաղվում է, Ռոջեր Պենրոուզը, որի հետ որոշ կոմունիկացիա ես ունեմ, տեսա իմ աշխատանքները մեկ-մեկ ուղարկում եմ իրեն, տեսա, որ ինքը ասում է մարդը, այսինքն մտածողություն դա քվանտային երևույթ է եւ որպես այդպիսին նա կա տիեզերքից առաջ եւ հետո, այսինքն տիեզերքը, որտեղ ինքը այն բանի կողմնակիցներից է, որ տիեզերքը ինքը առաջանում է եւ վերանում գնում է։ Ես նույնպես այդ բանի կողմնակիցներից եմ եւ դա ապացույցում sense կոպիտ ասած այն ընդունված տեսությունը որ տիեզերքը մի հատ մեծ պայթունից առաջացել է բան պայթուններ լինում է հիմի բոլոր հիմքերը կան որպեսզի այդ թեզը թե մի պայթունից տիեզերքը առաջացել է եւ նա կամ կբանանի կզարգանա կամ հետո նորից բան սեղվել դրա կոպիտ ասած դեմ եմ այսինքն պայթուններ ժամանակի մեջ լինում է եւ այսպես ասած մենք մի այդ բոլոր հարցերին սկսենք հպանցիկ էլ որտեղ ժամանակ իհարկե քիչ է բայց ես կսկսեմ այն մարդկանցից որոնք ըստ էության կարելի ասել գիտության մտածողության հիմքը դրեցին խնդրեմ այս Պյութագորասն է Պլատոնը եւ Արիստոտելը ուրեմն Պյութագորասը ինչ եմ ասում որտեվ Պլատոնը Պյութագորասին համարում է իր ուսուցիչը չնայած 200 տարի անջրպետ կա բայց ինքը իր գաղափարական աշակերտն է Արիստոտելը հայտնի է որ Պլատոնի աշակերտն է Արիստոտելը
Պլատոնի հետ վիճում էր դեկոմպոզիցիայի հետ կապված եւ ասում էր մի հատ միտք. ամբողջությունը միշտ ավելի մեծ է, քան իր անբաժանելի մասերի գումարը։ Սա շատ խոր միտք է։ Մի կտեսնենք, որ 2500 տարի առաջ այս միտքը, որ Արիստոտելը ասեց, բայց հետո անցան Պլատոնի թեզին, որ ամբողջությունը կարելի է մասնատել, բերել անբաժանելի մասի եւ այդ անբաժանելի մասերը ուսումնասիրել եւ պատկերացում կազմել ամբողջության մասին։ Ոնց որ ասենք, կոպիտ ասած, մարդու առանձին օրգաններ ուսումնասիրել, հետո մարդու մասին ասել, դա սխալ է, էլի։ Եվ այդ սխալը էապես ազդել է եւ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի բնագիտության, փիլիսոփայության ամեն ինչի վրա ազդել է եւ հատկապես դա երևում է, ասենք, ամենաժամանակակից մաթեմատիկական խնդիրները հետազոտելիս։ Ես տենց մի հատ աշխատանք եմ արել, հետ եմ եկել Արիստոտելի թեզին եւ ներկայացրեմ, թե ինչ պարզ խնդիրը, ինչ հետաքրքիր լուծումներ ունի, երբ որ Արիստոտելի կոնցեպտի շրջանակներում դիտարկում։ Հա, մեկ էլ ասեմ, որ Պյութագորասը գիտեք ինչի, պիտոն բառից է, վիշապ, ինքը առաջի կրթությունը ստացել է Տուշպայում եւ նրան տվել են քրմական կոչում, բարձր քրմական կոչում, հետո դրանից հետո գնացել է Էդեսիա, հետո դից իջել է Բաբելոն, հետո Բաբելոնում 7 տարի եղել է ստրուկ, հետո գնացել է Եգիպտոս, նոր 58 տարեկան եղել է հունական կղզիներում։ Այնպես որ սա մեր հետ էական առնչություն ունի եւ թե նա ինչ ազգա, էդ էլ պետք է պարզել։ Ուրեմն ժամանակակից գիտությունը, այսօրվա, որ մենք գիտենք, ըստ էության առաջացել է Նյուտոնի այս 4 օրենքներից, որ առաջինը իներցիայի օրենքն է, երկրորդը ուժը հավասար ma, այսինքն զանգված արագացում, հետո ազդեցություն, հակազդեցություն, այս օրենքը եւ տիեզերական ձգողության օրենքը։ Բայց 1900 թվականների մոտ արդեն առաջացավ Մաքսվելը, որը ձևակերպեց էլեկտրոդինամիկայի օրենքները, Մաքսվելի օրենքները, սա շոտլանդացի շատ մեծ գիտնական է, հանճարեղ, այսինքն եթե դուք Շոտլանդիայում լինեք, հանկարծ սխալվեք, ասեք անգլիացի, իրանք շատ խիստ կվիրավորեն, ինքը շոտլանդացի է, հա։ Հիմի 1900 թիվն է, Գերմանիա, կայսերական Գերմանիա, հզոր մշակույթ, հզոր արևելագիտություն, հզոր ամեն ինչ հզոր, ինժեներիա եւ այլն, եւ գերմանական բուհերում տեսնում եմ, որ ֆիզիկայով զբաղվողների թիվը շատ նոսրացել է, մարդիկ ասում են ամեն ինչ արդեն ստեղծված է, այս օրենքները կան ու վերջ, էլ ինչ կա, ինչ իմաստ ունի մտնել մի տիրույթ, որտեղ ամեն ինչ արդեն հայտնի է, եւ այդ ժամանակ այս մարդը Մաքս Պլանկը, որը բծախնդիր գերմանացի էր, հետազոտում էր տարբեր, այսպես ասած, իրերի ճառագայթման այսպես պահվածքը, թե ինչ ձևի, օրինակ սև մարմինների ճառագայթումով էր զբաղվում եւ ոչ մի կերպ չէր ստացվում, որ այդ փորձարարական տվյալները համեմատեն տեսական տվյալների հետ, որտեղ Մաքսվելը ստեղծել էր այդ հավասարումները, հենվելով իհարկե Ֆարադեի փորձարարական աշխատանքներ, Մաքսվելը ասում է, ես բան չեմ ստեղծել, ես ուղղակի գրել եմ բանաձևերով այն, ինչ Ֆարադեյը արդեն ուղղակի լեզվով ինձ ասել է, շատ համեստ մարդ է եղել։ Եվ Մաքս Պլանկը փաստացի
որպեսզի այդ խնդիրը բանան, ինչ որ ձևով լուծի, այսինքն մեկը, ինչ փորձել անում եք, դուք թողում եք ձեր տրամաբանության մեջ, նու տվյալ դեպքում ֆիզիկոս, մաթեմատիկոս պետք է մաթեմատիկական որոշակի օրենքներով ցույց տան, որ տրամաբանության մոտ է, էլի համընկնում են։ Եվ ինքը հասկացավ, որ եթե, ասենք, էներգիայի ճառագայթման այդ ֆոտոնների, նու ասենք, այն ժամանակ ֆոտոն գաղափարն էլ չկա, դիսկրետ լինի, դիսկրետ հայերեն ես չգիտեմ անալոգը, ուղղակի այսինքն ոչ անընդհատ, ապա այդ դեպքում սև ճառագայթման օրենքը ստացվում է, որը լավ նկարագրում է փորձարարական տվյալները։ Եվ դրանից հետո Ալբերտ Էյնշտեյնը, իդեպ ինքը ֆոտոէֆեկտով էր զբաղվում, ֆոտոէֆեկտը ինչ բան է, ֆոտոնը, որ ընկնում, ասենք, ենթադրենք մետաղի վրա, ընդեղից կարող է էլեկտրոն պոկի դուրս մղի։ Եվ ինքը ասեց, հա, պետքա Ալբերտ Էյնշտեյնը ասեց, որ էներգիան ֆոտոնի այդ մասնիկի, որը դեռ հələ պարզ չէ, մինչև մեկ պարզ չի, դրան էլ կանդրադառնամ, պետքա ունենա դիսկրետ լինի այդ էներգիան, այսինքն չես անընդհատ չի այդ էներգիան, էլի ինչ։ Մի խոսքով նրա համար հետո ստացավ Նոբելյան մրցանակ։ Բայց ու այս սև ճառագայթման մարմնի բանը, սև մարմնի ճառագայթման հարցեր ուսումնասիրելուց առաջացավ նոր, այսպես ասած, ֆիզիկա, որը անվանվեց քվանտային ֆիզիկա, այսինքն դիսկրետ, այսինքն դեռ այդ քվանտային ֆիզիկայում արդեն էներգիան չէր կարա անընդհատ լիներ, ասենք դիսկրետ, ընդհատուն, շատ լավ բառա չկա, բայց պետք է մտցնել մեր բառան։ Ուրեմն 1900 թվական Մաքս Պլանկը սև մարմնի ճառագայթման առանձնահատկությունները ուսումնասիրեց, հանգեցրեց այն եզրակացության, որ էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիան պետք է լինի քվանտացված, քվանտն էլ դիսկրետությունն է։ Են, ասենք, այդ էներգիան պետք է հավասար լինի H օմեգա, օմեգան հաճախությունն է։ H-ը այս թիվն է, որ հետո չափումներով պարզեցին, Պլանկի հաստատուն, այսինքն ֆիզիկան հիմնված է ֆունդամենտալ հաստատունների վրա, այդ Պլանկի հաստատունը դրանցից մեկն է։ Օմեգան դա ճառագայթման հաճախությունն է։ Ալբերտ Էյնշտեյնը բացատրեց լուսային քվանտների, ֆոտոնների միջոցով այդ լուսային էֆեկտը, որի համար նա ստացավ այդ Նոբելյան մրցանակ, իսկ 1913 թվին Նիլս Բորը կիրառեց այդ քվանտացումը ջրածնի ատոմի վրա, արդեն Նիլս Բորը դանիացի ֆիզիկոս էր, մեծ դպրոցի ղեկավար, ինքը, այսպես ասած, աքսիոմատիկ Բորի պոստուլատներ մտցրեց, որպեսզի բացատրի, օրինակ ասենք, գիտեք, ջրածինը ունի մի հատ պրոտոն, այդ տենց մասնիկ գոյություն ունի, դրական լիցքավորված, որի շուրջ պտտվում է էլեկտրոնը, բայց մենք գիտենք, որ էլեկտրոնը, երբ որ պտտվում է արագությունով, պետք է ճառագայթի ու այդ դեպքում որոշ ժամանակ հետո, ասենք, էլեկտրոնը պետք է ընկնի, ենթադրենք, ու ատոմը գոյություն չունենա, բայց ինքը պոստուլատներ սահմանեց, որ ինչի որոշ դիսկրետ էներգիաների համար էլեկտրոնը պետք է չճառագայթի։ Իհարկե, խնդիրը ավելի բարդ է, ես մի չեմ ուզում դրա մեջ խորանամ։ Լուի դե Բրոյլը, ֆրանսիացի հայտնի գիտնական, ինքը ասեց, որ ամեն էլեմենտար մասնիկը պետք է նաև լինի ալիք։ Ալիքը երկարությունն է, ալիքի երկարություն, եւ եթե էլեմենտար մասնիկներ են, ուրեմն լամդան հավասար է H բաժնած P-ն իր իմպուլսն է, H-ն էլ այդ Պլանկի հաստատունն է։ Եվ Վերներ Հեյզենբերգը ստեղծեց մատրիցական մեխանիկա, Էրվին Շրեդինգերը ալիքային մեխանիկա,
որպեսզի բացատրեին այդ ոչ ռելատիվիստիկ քվանտային մեխանիկայի խնդիրները։ Ու 1925 թվականից մինչև 27 թիվը բուրը ուրեմն այդ process գնաց գիտական եւ մի քանի 25-26 տարեկան հանճարեղ մարդիկ հեսա նկարների ցույց կտամ ստեղծեցին այն որ մի կոչմա քվանտային մեխանիկա եւ քվանտային մեխանիկայի հետ կապված տեղ ունեցավ առաջի խոշոր գիտատեխնոլոգիական հեղափոխություն որ բերեց ատոմային ռումբի ստեղծմանը լազերների ստեղծմանը եւ այլն եւ հիմա մենք գտնում ենք երկրորդ հեղափոխության մեջ բայց ես նաեւ կխոսեմ երրորդից որ շուտով կլինի այս սրանք ուրեմն Նիլս Բորը սա է բան Դեբրոյլը ֆրանսիացի սա Վերներ Հեյզենբերգը Էրվին Շրոդինգերը ուրեմն այդ ես ուղակի ձևի համար ցույց տամ որ այս Շրոդինգերի հավասարումը սա է ասես մի ասենք ըստ ժամանակի առաջի կարգի ածանցյալ ըստ կոորդինատի երկրորդ կարգի ածանցյալ ասեմ մոռացել եմ բան ալիքային ֆունկցիան գրեմ փսին այսպես ասած ալիքային ֆունկցիա է որը ֆիզիկական իմաստ ինքը իր մեջ ամփոփում է վիճակագրական տարերը այդ օբյեկտների հետ կապված հետո ժամանակի ընթացքում առաջացան նոր վերսիաներ 9 վերսիա տարբեր տիպի մոտեցումներ որոնք էտալոնային խնդիրների դեպքում տալիս էին նույն արդյունքը կա որոշակի էտալոնային խնդիրներ որոնց դեպքում նույն արդյունքն է ստացվում մասնավորապես այդպիսի էտալոնային խնդիրը այսպես ասած ներդաշնակ օսցիլյատորի խնդիրը որի լուծողներից մեկն էլ բան Պոլ Դիրակն է, ասել անգլիացի հանճարեղ ֆիզիկոս, այդ բոլորը 26-27 տարեկան տղաներ են եղել եւ ասենք ուր է սա, ասենք չի բանանում, ինքը անիմացիա էր անում, ասենք ստե նկարածա ալիքային ֆունկցիան ոնց է փոփոխում ժամանակի մեջ եւ այլն, այս գեղեցիկ լուծումը ինքը գտավ եւ արդեն այդ սա դեռ այդ սովորական ոչ ռելատիվիստիկ քվանտային մեխանիկան է, երբ որ ասենք արագությունները շատ հեռու են լույսի արագություններից, որտեղ այսօր համարվում է լույսի արագությունը սահմանային, դրանից մեծ արագություն չկա, բայց մենք դրան էլ կանդրադառնանք։ Մի խոսքով ինքը Շրնդալից 27 թվականին արդեն դա նաև գրեց իրեն հավասարումը Պոլ Դիրակի, որը արդեն ռելատիվիստիկ քվանտային մեխանիկա, քվանտային էլեկտրոդինամիկա, դրա հետ է կապված արդեն։ Հիմի ամենահետաքրքիր, այսպես ասած, գաղափարներից մեկը այդ անորոշությունների սկզբունքն է, որը Վերներ Հեյզենբերգը ձևակերպեց, ուրեմն դուք, ասենք գիտեք, երբ որ դասական շարժում եք անում, դուք կարաք դասական հավասարումները գիտեք, սկզբնական պայմանները գիտեք, կոորդինատը եւ արագություն ցանկացած պահին որոշեք էլի նա ինչ կոորդինատ կունենա, ինչ արագություն կունենա եւ այլ եւ այլ։ Բայց այդտեղ հենց միանգամից սահմանափակում կա, ասենք, տեսեք դելտա x եւ դելտա px, այսինքն եթե դուք գերճշգրիտ ուզենաք որոշել կոորդինատը, ապա անորոշությունը նրա իմպուլսի կձգտի անսահմանության։ Այսինքն սա էական տարբերություններ կա, էլի, շարժման ձևի, դասական մեխանիկայում եւ քվանտային մեխանիկայում, եւ սա համարվում է ամենակարևորագույն սկզբունքներից, որ առաջանում է քվանտային մեխանիկայում։ Հիմի, բայց ուրեմն ես ասեցի, այս բոլորը իրականում ամեն ինչ հանճարեղ են, բայց դա բոլոր դեպքերում դա մոդելներ են, այսինքն դա դեռ հեռու է իրականությունից։ Ասենք
ինձ մոտ, երբ որ ես ուսանում էի ստեղ Լենինգրադում, հարցեր առաջանում, արդեն հայտնի էր, որ այսպես դատարկ տարածությունը, երբ որ տարածության մեջ ոչ դաշտեր կան, ոչ մասնիկներ, դատարկ, ամբողջովին դատարկ է, եթե դիտեք, ասենք, առաջանում են մասնիկներ, անտիմասնիկներ, հետո անհետանում են, հետո դաշտեր, սա է, բայց չգիտեմ, ինչի անիմացիան չի ցույց տալի, ոնց է ինքը բան անում, առաջանում, անհետանում, առաջանում, անհետանում։ Սա է, բայց սրան հետաքրքիրն է, որ ասենք դասագրքերը կարդակ բան, ասում են վիրտուալ մասնիկներ, այսինքն վիրտուալ դա հնարած էլի, բայց իրականում երբ որ մենք տեսնում ենք դրանց ազդեցությունը, ասենք տենց լեմբի շեղում դա չափված բան, շատ խիստ բաներ է, ապա այդ ջրածնի ատոմի մեջ այդ դիսկրետ սպեկտրը էներգետիկ տեսնում ենք չի համապատասխանում տեսական այդ արդյունքների հետ, շեղումներ կա եւ դա կապված է այս տիպի ֆլուկտուացիաները, որ դաշտը բանը, այսպես ասած, դատարկությունը ունի տենց ֆլուկտուացիաներ։ Իմ մոտ այդ անդադ այդ բանը կար, ասեմ, պետք է այդ դեպքում նոր ընդհանրացումներ անել, մասնավորապես հիմնարար հավասարումները, որոնք են Շրոդինգերի հավասարումը, Դիրակի հավասարումը, Յանգ-Միլսի հավասարումը, պետք է ներառնել այդ, որ ասում են վիրտուալ, իրականում դա իրական է, ուղղակի նա շատ կարճ տևում է, անհետանում է, կարճ տևում է, անհետանում է։ Բայց այդ դեպքում դե բնական է, երբ որ դուք փորձում եք ներառնել, մաթեմատիկական բարդությունները էքսպոնենցիալ աճում են, շատ են բարդանում։ Բայց այսօր դե մեր մտածողությունը նրան ասել, որ մենք կարանք շատ բարդ բաներն էլ ուղղակի մաթեմատիկական տրամաբանությամբ կառուցենք, ասենք սովորական մարդը ունի հնարավորություն տեսնել եռաչափ տարածության մեջ ինչա կատարում ենթադրենք ու ժամանակի, բայց որոշ մարդիկ, որոնք ունեն փիլիսոփայական խորություն, մաթեմատիկական տրամաբանություն եւ ֆիզիկական ինտուիցիա, նրանց համար արդեն այդ չափերը ընկալելի ու հասկանալի են 10 չափ, 11 չափ եւ անհաշվելի չափեր։ Ուրեմն կոնկրետ իմ կարևոր աշխատանքներից մեկը հենց վերաբերում է սրան, որ ես ասենք դեռ ասպիրանտ ժամանակ Լենինգրադի համալսարանում փորձեցի ներառնել հակազդեցությունը շատ մեծ է այդ այսպես ակադեմիական գիտնականների նոր բանի նկատմամբ ասում են դե փորձ բերեք ընչեք բարդացնում մեր կյանքի եւ այլ հիմի երբ որ մենք փորձում ենք այս ֆլուկտուացիաները հաշվի առնել, այսինքն պատահական այս թրթռումները, որը կա դատարկ տարածություններում, ապա էապես պատկերացումները փոխում են եւ ասենք մենք տեսնում ենք ոչ թե եռաչափ եւ շատ մեծ չափի տարածություններ եւ այդ տարածությունները մենք ոչ միայն կարանք ուսումնասիրենք, բայց այդ բոլորը արվում է մաթեմատիկայի լեզվով, բնական է եւ թվային հաշիվներով, որտեղ հիմի դե էապես այդ հաշվողական հնարավորությունները մեծացել են եւ դա մեզ թույլ է տալի որ խորանանք։ Հիմի ամբողջ խնդիրն ա մեջ է, որ ասենք պատկերացրեք, եթե առաջին հեղափոխությունը քվանտային եսասի կապված էր լազեր, ատոմային ռումբ եւ ուրիշ էլի բաներ ստեղծելու հետ, այսօրվա քվանտային երկրորդ հեղափոխությունը քվանտային համակարգիչներ, քվանտային ինֆորմատիկա, որը շատ ավելի մեծ ազդեցություն է թողելու քաղաքակրթության վրա, քան նախորդը եւ ասենք այդ հնարավորությունները, որ առաջանում է եւ հատկապես այդ արհեստական բանականություն, որ աներևակայելի հիմի այսպես ընթացքով զարգանում է,
շատ մեծ նաև ռիսկեր ունի, որտեղ ասենք մարդ արարածը արդեն դառնում է մի տեսակ նական պետք է ինչ որ ձևով մտնի այդ համակարգը, որ ինչ որ տեղեր ինքը կարողանա սահմաններ դնել եւ ղեկավարել, կամ ինքը ուղղակի ոչնչացվելու է։ Այս վերաբերում է հատկապես երիտասարդությանը, որ դու ուզենք, չուզենք պետքա կրթվել եւ ոչ թե այն կրթվելը, որ մեզ հորջորժում են, այլ լուրջ կրթվել, մաթեմատիկա իմանալ, փիլիսոփայություն իմանալ, որտեղ այդ նորից մենք գալիս ենք այն ամբողջական գիտելիքների պահին, եւ որ ես նշեցի Արիստոտելը եւ Պլատոնը վիճում էին դրա շուրջ։ Ուրեմն այս քվանտային էլեկտրոդինամիկան ստեղծողներն են Ռիչարդ Ֆեյման, Ջուլիան Շվինգեր, Սինտ Իտիրո Տոմոնագա, այս ճապոնացի, ամերիկացի երկու խոշորագույն գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, հա, սրանք շատ մեծ ազդեցություն են թողել իրենց աշխատանքների արդյունքում։ Այսօր մենք ունենք այն պատկերացումները տարրական մասնիկների ֆիզիկայի հետ բազմաթիվ այսպես մասնիկները, որ մենք պարզել ենք, կոպիտ ասած, հիմքերում կանգնած են այս մարդիկ, որոնք բավական երիտասարդ տարիքում են այդ գործերը արել։ Ստեղծել են քվանտային էլեկտրոդինամիկան, որը դա քվանտային ֆիզիկայի մի ճյուղ է, որտեղ լիքը փորձեր, այդ միջուկային ռեակցիաներ եւ սինթեզի ռեակցիաներ բոլորը սա հետ վերջին հաշվով կապված բան է, ավելի շատ քվանտային խրոմոդինամիկա է, բայց բոլոր դեպքերում եւ ասենք ստանդարտներ են ստեղծել տարբեր տիպի ֆիզիկական, որի ճշգրտությունը աներևակայել է, ասենք սխալանքը կարող է լինի 10 - 12, պատկերացնում եք, չէ՞, ասենք միլիարդը 19-ն է, միլիարդ 1000 միլիարդ անգամ ավելի փոքր մի բան, էլի, այսպես, բայց հետաքրքիրն է, որ ուրեմն այս նուկլոններ, պրոտոն, նեյտրոն, այս ոնց որ այն օբյեկտներն է, որից ամբողջ այս նյութականն է կազմված, ցանկացած ատոմ վերցնեք, կազմված է պրոտոնից, նեյտրոնից, ուրեմն ահռելի այդ բանակը գիտական եւ այլ զբաղվել է, Ֆեյման, Գելման, Ցվեյգ եւ էլի բազմաթիվ մարդիկ, այդ հանրայդ մարդիկ են, այս սրանց նկարագրությունը չկար։ Ուրեմն պատկերացնում, եթե ենթադրենք սրանց զանգվածները մեկ միավոր են, որ դրսից մենք չափում ենք, երբ որ ներս ենք մտնում, տեսնում ենք զանգված չկա ըստ էության։ Այդ ես եմ ասում, որ դա պատրանք է, էլի։ Այն ինչ որ բանը մենք ասում ենք, ենթադրենք ամեն ինչ նյութականացնում ենք մեր կյանքը, ասում ենք սա ռեալ է, նյութական բան, իրականում նյութ չկա։ Երբ որ մտնում ենք նեյտրոնի, պրոտոնի մեջ, 3 կվարկ կա, որոնց զանգվածը 1%-ից փոքր են, այս կվարկների չափերը շատ փոքր է, մենք դեռ չենք մտել դրանց մեջ, բայց ես ենթադրում եմ, որ եթե մտնենք դրանց մեջ, էլ տեղ զանգված չկա։ Դա ուղղակի պատրանք է, որ մենք այդ ձևով մեր սարքերի միջոցով այդ ձևի զգում ենք։ Այս խնդիրը սրա ռելատիվիստիկ քվանտային տեսությունը, որը նոր քվանտային խրոմոդինամիկա 2024 թվականին ես իմ գործընկերոջ հետ եմ արել եւ տպագրել եմ շատ բարձր ռեյտինգով ամսագրում, որը կոչվում է սիմետրիա։ Հիմի ես ասեցի, բանը այդ քվանտային էլեկտրոդինամիկայից հետո առաջացան այս ընկերները Դեվիդ Գրոս, Ֆրենչիկ Վիլեչեկ, Դեվիդ Պոլիցեր, որոնք ստեղծեցին նոր այդ քվանտային մեխանիկան արդեն այս
ուժեղ փոխազդող մասնիկների, որովհետև փոխազդեցությունները 4 տեսակ են։ Հիմի ասում են նաև 5-րդը, ասենք այդ Հիգսի բոզոնի հետ կապված եւ այլն, բայց ընդունված է մինչև հիմի 4 տեսակ՝ ուժեղ, թույլ փոխազդեցություն, էլեկտրոմագնիսական եւ գրավիտացիոն։ Հիմի եսի նկատեմ գիտնականներին, որոնք զբաղվում են, հաջողվել է 3 փոխազդեցություն միացնել որպես մի հատ ամբողջության տարբեր, բայց գրավիտացիան ոչ մի կերպ, գրավիտացիան, որ մենք տեսնում ենք, էլի ձգողություն բան, չի հաջողվում մտցնել այդ տրամաբանական մաթեմատիկական կարգի մեջ, սխեմայի մեջ։ Եվ սա խնդիր է, եւ դրա շատ պատճառներ ունի, բայց ես հիմա ուզում եմ ցույց տալ այս տիեզերքի պատկերն է, այսպես ասած, ռելիկտային ճառագայթման պատկերը։ Ուրեմն առաջ ենթադրել են, հաշվել են, որ այդ ռելիկտային ճառագայթում պետք է 2.7 կելվին ջերմաստիճան, սա ցածր ջերմաստիճան է, բոլոր ուղղությունները պետք է բանան տեսնվի դա, եւ առաջին տեսել է դա մեր հայրենակից Շմավոնովը, բայց ինքը կամ ռիսկ չի արել կամ չի իրան հաջողվել էդի բարձրաձայնի տպագրի ասի, որ էդի դա է, մի 3 տարի հետո ամերիկացի հետազոտող Վիլսոն չափել է եւ դրա համար Նոբելյան մրցանակ ստացել։ Հիմի բայց ավելի այդ կոնկրետ չափումները, որ անում են, տեսնում են, որ խիստ անհամասեռություն կա, այս գույներով երևում է, էլի այդ բաշխումը եւ այլն, որը արդեն ցույց է տալի, որ մեկ հատ պայթունից չէր կարա տենց անհամասեռություններ առաջանալ, բացի դրանից մի, ասենք, պարզվել է, որ տիեզերքում, ասենք, կան տիրույթներ, շատ մեծ տիրույթներ, որ ընդհանրապես դատարկա չկա, ոչ մի աստղ, ոչ մի մոլորակ, տենց բաներ գոյություն չկա, որը էլի կասկածի տակ է դնում այդ մեծ պայթունի որպես բանի տիեզերքի առաջացման այսպես վարկած էլի։ Հիմա այսօրվա չափումները, որ այդ Մաքս Պլանք տիեզերակայանում արել են, տեսնում եմ, որ ամբողջ տիեզերքում, որի չափերը մոտավորապես 13.8 միլիարդ լուսատարի չափեր են, այսինքն լույսը այդ չափերը, այս մի եզրից այն մի եզրի, այդքան տարի պետք է գնա, ուրեմն իրական այդ ռեալ նյութը 0.4% է, պլյուս այդ աստղեր, գալակտիկաներ եւ այլ, դրա էներգիան ընդհանրապես կազմում է 0.4% էներգիա։ Մնացած 3.6% դա փոշին է, միջաստղային փոշին եւ այլ, եւ մնացած էներգիան կոչում են dark matter, dark մատերիա 23%, 72% մոտավորապես dark energy։ Այս ինչ բանն է, այսինքն ինչ որ հիպոթետիկ պետք է անզանգված էներգիա լինի, որը որպեսզի մեր դիտողական տվյալները մենք կարողանանք բացատրել։ Հիմի ուրեմն 1915-16 թվականին Այնշտայնը մշակեց այդ հարաբերականության, այսպես ասած, ընդհանուր տեսությունը, ընդ որում Այնշտայնի հավասարումները Հիլբերտի հետ, Հիլբերտն է իրականում այդ մաթեմատիկական խստություն տվել եւ այլն, բայց Այնշտայնը ինքը համարում է այդ տեսության հիմնադիր, ուրեմն այդ հավասարումը, որ բան արեց, գրեց, ինքը 17 թվականին արդեն ուրեմն մի հատ հաստատուն կար, տիեզերական հաստատուն, տեսա, որ այդ իր հավասարումները պետքա տիեզերքը անդադ բան անի, ընդլայնվի, կորի գնա եւ այլ, այդ հանեց դուրս գցեց
հետո բանը արդեն 1998 թվականներին Սոլ Պերլումուտերը եւ իր ծրագրով եւ Բրայան Շմիդտը, Ադամս Ռեյս, այս ընկերները, որոնք արդեն 2011 թվականին Նոբելյան մրցանակ ստացան, դիտումների միջոցով ցույց տվեցին, որ մեր տիեզերքը ոչ թե ընդլայնումա արագացումով, այսինքն ինքնանդատ արագացումով ընդլայնումա, եւ դա որպեսի բացատրեն առաջացավ այդ dark energy հասկացողությունը։ Հիմի այս ընկերներն են, որոնք այդ մութ էներգիան հասկացողությունը մտցրեցին եւ բոլորի կողմից դա ընդունված է, որտեղ դիտողական տվյալներ է եւ այլն, եւ հիմի ասենք մեծ թվով մարդկանց, որոնք անմիջապես առնչություն չունեն, ոչ իրանք դիտող են, ոչ տեսաբան են, ոչ չգիտեմ, իրանք կամ պետքա հավատան, կամ պետքա չհավատան, էլի, բայց ասենք ձեր խոնարհ ծառան այն քչերից է, որ ինքը իր մեթոդներ ունի, ասենք ինքը իր փորձեր ունի, որ կատարում է կապված սրա հետ, ես մի անմիջապես կանցնեմ այն հատվածը, որ այդ մութ էներգիա կոչեցյալը իրականում մենք գալիս ենք այն հին եզրին, երբ որ դրա մասին դեռ Էմպիդոկլը եւ հույն փիլիսոփաները խոսում էին եթեր բան, այդ եթեր հասկացողությունը, բայց եթեր հասկացողությունը արփի ձևաչափով նաեւ շումերների մոտ է, ոնց որ ասենք ենթադրենք Պյութագորասի թեորեման պարզմաշումերական ժամանակներից այդ թեորեման արդեն հայտնի է, էլի, այսինքն ուզում եմ արմատները շատ խորն են, այսինքն մարդու մտածողությունը այն դեռ 5-6000 տարի առաջ ինքը ասել է, որ տենց ինչ որ եթերային անզանգված պետք է ինչ որ միջավայր լինի, որ մարդը կարողանա ոտքը բարձրացնի եւ մի կետից մի ուրիշ կետ դնի, այդ տենց օրինակ հույն փիլիսոփաներն էին բանը մտածում։ Այդ կապակցությամբ ուրեմն ստեղ սա այսօր կոպիտ ասած ամենահայտնի, ամենաստուգված հավասարումն է, որ կոչվում է Young-Millsի հավասարումներ, որը բնութագրում է այդ 3 ուժերի միավորումը էլեմենտար մասնիկների տեսության համար շատ խիստ ստուգված եւ այլ, բայց ինքն էլ դրա հիման վրա ստեղծված է, այսպես ասած, ստանդարտ մոդելը, որը այն բազմաթիվ էլեմենտար մասնիկները, որ մենք հիմի գիտնենք, այս հավասարման արդյունք են, բայց այդտեղ կա հետաքրքիր հարցեր, օրինակ ասենք ես որոշ կոպիտ ասած ստեղծողների հետ զրուցել եմ, ասեմ դուք ինչի՞ չեք հաշվի առնում այդ դատարկության այդ այսպես ասած տատանումները, ֆլուկտուացիաները, էլի, այսինքն տարածաժամանակը անդադ ֆլուկտուացիան, դե ասում է, դա բարդ է, այդ ասենք Ժերար Խոֆտ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ասենք Վիկտոր Պապով, Ֆադեև եւ այդ կարգի մեծությունների դες խոսել եմ եւ ասենք ես մտածեցի որ պետքա այս հավասարումները լինեն պատահական, տենց մաթեմատիկայի ձև կա բավական բարդ, պատահական, ինքը որտեվ ինքը անմիջապես պետքա պատահականություն մտնի այդ հավասարումների մեջ եւ մենք նորից վերադառնում ենք այն առաջի նախադասությունը Պլատոն Արիստոտելի, որ չի կարելի ամբողջությունը բաժանել, եթե բաժանում եք ինչ-որ բան կորում է, երբ որ ասենք այդ գաղափարը այդպես մտցնում ենք, ուրեմն հենց հետազոտությունը ցույց է տալի, որ առաջանում է անզանգված մասնիկ, որը ես անվանել եմ հայոն, որը քվանտացած մասնիկ է եւ այդ մասնիկները կառուցում է այս ամբողջ տարածությունը, այսինքն եթե մենք խոսում ենք ֆիզիկական տարածության մասին, որի մեջ ընկղված է տիեզերքը, որտեղ տիեզերքը կարող առաջանա
հետո նորից անհետանա, ինչ է մնում, մնում է մի բան, որի մասին այդ Պենդրոզը ասում էր, որ այդ ազդանշանները գալիս են տեղից, նիրվանային նման մի բան, էլի, որտեղ ոչ ժամանակ կա, ոչ տարածություն, կամ ավելի շուտ ժամանակն էլ է լոկալ, այսինքն ամեն մի կետը իր տեղային ժամանակ ունի, տարածությունն էլ անհաշվելի չափով, ոչ թե անվերջ է, անհաշվելի չափողականություն ունի։ Մի խոսքով Այս բանը, մենք որոշեցինք փորձերով ստուգել լաբորատորիայում և ըստ էության մեզ հաջողվել է ցույց տալ, որ իսկապես այդ մասնիկները կան, բանը փորձարարն էլ այնտեղ միջնամասում նստած է, Մովսեսյան Գրիգորը, մի խոսքով մենք այդ գործը արել ենք, հիմի դա բանը բերում է երրորդ կարևոր հեղափոխությանը, այսպես ասած տարածաժամանակային ինժեներիայի, որտեղ ասենք մենք, երբ որ խոսում ենք, դուք պատկերացնում եք ինչ օրենքներ է լինում բնության մեջ եւ այլ, որ մենք գիտենք, դա վերջին հաշվով ածանցյալ է տարածության որպես հիմնական սուբստանտիվ մատերիական, ինքը անզանգված մատերիա է, բայց մատերիական, էներգիա օժտված է, իր հատկություններից է ածանցվում։ Իսկ ընդեղ այդ մասնիկները իրենք անզանգված են, բայց ունեն 3 ամեն մասնիկ 3 քվանտային թիվ, այսինքն լիքը դիսկրետ մակարդակներ եւ այլ, եւ այդ մասնիկները կոնդենսանալով, այսպես կոչվում է բոզե կոնդենսատ, խճճվելով քվանտային, ստեղծում են քվանտային համակարգիչ աներևակայելի զորությամբ, ինչ բնության մեջ ինֆորմացիա կա, ընդեղ ծրագրի նման նստած է, եւ ասենք մեր ուղեղը ոչ մի ինֆորմացիա բան, մեր ուղեղը անդադ Wi-Fi-ի նման միանում է մեր ֆոլդերի հետ, ընդեղ այդ մենք ունենք մեր, այսպես ասած, հիշողությունը բազային, ընդեղ գործողություններ ենք անում, հետո գնում ենք, քնում ենք, ենթադրենք, հետո նորից վեր ենք ենում, նորից բան ենք անում, եւ ասենք եթե տիեզերքը ոչնչանա, այն որ եւ ոչնչանալու, ասենք այն որ ինչ որ գիտենք ռեալ տարածությունն է մնում, որտեղ չկա ոչ ժամանակ, գլոբալ ժամանակի մասին է խոսքը մեկ, ոչ էլ տարածություն, այսինքն նիրվանայինման մի բան, էլի, որտեղ այդ ինֆորմացիան դրած է եւ ինքը ինչ որ պահ կարա նորից ռեալիզացվի, էլի, в общем, այդ ինֆորմացիան նորից ռեալիզացվի որպես մարդու միջոցով կամ ուրիշ բանական արարածի միջոցով։ Ուրեմն դրա համար ասենք ես ձևակերպել եմ 2 կարևորագույն սկզբունք, որը էապես տարբերվում է այն ինչ որ մինչև մեզ գիտնականները ասել են, առաջի սկզբունքը ֆիզիկական տարածության գոյությունը պայմանավորված է մատերիայի անզանգված ձևերի առկայությամբ կամ որ նույնն է կարգավորված եւ համաչափ սկալար անզանգված դաշտերով։ Այդ գունավոր հայոններ էլ, այսինքն այդ անզանգված մասնիկները տարբեր գույն, այսինքն մի ձևի չի, էլի, տարբեր տարատեսակներ կան, այդ առաջի սկզբունքն է եւ երկրորդ կարևոր սկզբունքը, որ տեսանելի մատերիայի որևէ ձևի շարժումը հնարավոր է միայն արդեն գոյություն ունեցող տարածության մեջ։ Օրինակ ասենք, որ խոսում են մեծ պայթունից, ասենք ֆիզիկոսները ասում են, դե պայթուն եղավ, հետո առաջացավ տարածություն։ Դες բան չի կարա լինի, որտեվ պայթունը էքստրեմալ շարժման ձև է, նրա համար պետք է ասպարեզ լինի, որ տարածվի։ Այսինքն առաջնայինը տարածությունն է, որը այդ անզանգված մասնիկներով բաներով կազմված է եւ դա պետք է լինի, նոր հետո ասենք տիեզերքը 0.4% ինչ որ բանակ ուրիշ վարիացիայով ավելի քիչ կլինի կամ ավելի շատ, դա կարևոր չի։ Ասենք այդ անզանգված դաշտերը, որտեղ անդադ ոնց որ եռում է այդ ամբողջ առաջանում է ինչ որ լարվածություն եւ ընդերից դուրս է թռնում
կոպիտ ասած տիեզերքը այդ բանը վիզուալ մատերիայի ձևով, որ մենք ասենք չափումներ ենք անում եւ այլն։ Հիմի այս իմիջալոց, հա, այս հայունի բնութագրիչներն են իր լուծումները եւ այլն, ոնց է այդ քվանտացված տեսեք դիսկրետ ինքը էներգիայից կախված փոխում եւ ասենք այն ես խոսեցի, որ ասենք ի տարբերություն սովորական մարդկանցից այն մարդիկ, որոնք զբաղվում են, իրանց համար հասկանալի է, որ բազմաչափ են տարածական չափեր, որ մենք չենք տեսնում, նրանք շատ փոքր են եւ այլ, բայց նրանց հատկություններից կախված շատ կարեւոր է մեր այս երաչափ աշխարհում ինչա կատարում։ Շատ բաներ մենք չենք հասկանում, այս որտեղ ընդեղի ազդեցությունը մենք չենք կարող հաշվի առնենք։ Հիմա ասենք այս ճանապարհներից մեկն է ոնց հաշվի առնել եւ ասենք այստեղ ցույց հատված օրինակ ասենք ինչ տեսք ունի որոշակի պարամետրերի համար այդ տարածությունը, ասենք սա կոչվում է տոպոլոգիական տարածությունա ծուռ մուռ sense անցքով սա ուրիշ տարածությունն է էլի տենց բաներով, որտեղ այստեղ լուրջ բաշխումներ կան, որը հաշվի են առնում եւ ստանում ենք այն, ինչ որ հետո էքսպերիմենտի բանի հետ համեմատում ենք, տեսնենք։ Բայց սա խիստ ռացիոնալ տրամաբանության եւ մաթեմատիկայի տիրույթում է կատարում, որը ամեն քայլը այնտեղ պետք է հիմնավորված լինի, թեորեմներ եւ այլ եւ այլ։ Ну, հիմի ասենք ես նշեցի, որ ասենք երրորդ հեղափոխություն, ես անցյալ տարի մեծ կոնֆերանսում զեկույց էի կարդում, բանում Միլանում այդ քվանտային ֆիզիկայից, դե ասենք ընդեղի ակտիվություն, աշխուժությունը անպատկերացնել է երիտասարդ խմբեր, բան, մեծ ֆինանսավորումներ, որոնք զբաղվում են քվանտային կոմունիկացիաներով, քվանտային բանով, հաշվիչ մեքենաներով, քվանտային ալգորիթմերով եւ այլն, քվանտային մետրոլոգիա, գերճշգրիտ այս բաներով, հետո մենք ասում ենք, բա այդ նրանք զարգանում են, եթե ինչ-որ բան զարգանում է, տեսնում է կողքը, որ անզարգացած բան է, ինչքան ուզում ես, ասենք ինչ-որ եթե համաչափ զարգացած չեղավ, իրանք քեզ դարձնում են պարատանյութ իրենց համար։ Էս է աշխարհի օրենքը, այսօր պետք է այդ բաները խիստ ուշադրության առաջ պահել եւ զարգանալ, ասենք օրինակ տեխնիկական համալսարանա պետք է միշտեղ երրար ուսանողության բան եւ այլ ինչ որ նոր բաներ։ Չկա։ Ուրեմն ես ասեցի, որ երրորդ քվանտային հեղափոխությունը կապված է տարածաժամանակային ինժեներիայով։ Ինչ բան է սա։ Ես ասեցի տարածության բանը, այս ֆիզիկա, քիմիա, բիոլոգիա, ամեն ինչ կատարում է, ինչ օրինաչափություններ բաներ, դա պայմանավորված է այդ տարածության հիմնական այդ իրեն քարփինջների հատկություններից, որ այդ հայոններն են, էլի կոպիտ ասած։ Հիմի դրանց վրա որ մենք ազդենք, ապա այն շատ օրինաչափություններ, որ մենք գիտենք, անակնկալ փոխվում է էապես, էլ օրինակ ասենք գիտեք, ասենք հիմի մեծ պայքարագրում ջերմամիջուկային ռեակցիաները կառավարել, բան, դրա համար ահռելի ջերմաստիճաններ է պետք, 18 միլիոն աստիճան, որպեսզի երկու հատ պրոտոն իրար հետ միացնենք եւ ընդդից էներգիա ստանանք, որտեղ պրոտոնը երկու դրական լիցքավորված են, իրանք անդադ վանում են, պետք է մեծ էներգիա տալ միացնել, որ դրանից ինչ որ էներգիա պոկել։ Բայց հարցը առաջանում, հնարավոր է սենյակային ջերմաստիճան դա իրականացնել, դա որ ասենք ցանկացած պրոֆեսորի կամ բան դա անհնար բան է, բայց ես ասում որ դա հնարավոր է տարածաժամանակային ինժեներիա, եթե փոխենք այդ հատկությունները,
այդ անզանգված մասնիկների, որոնք օժտված են սպիններով, բաներով եւ այլն, ասենք ազդում ենք, ապա այդ օրենքները փոխվում են եւ մենք այդ իրականացնում ենք որոշակի փոքր միկրոսկոպիկ չափերով, ասենք ցույց ենք տալի, որ այդպես բաներ տեղի ունենում։ Մյուս կարևոր հարցը, որ ասենք դեռ հին պրակտիկա ունի, ասենք էքստրասենսորիկա, աուրա եւ այլ հասկացողություններ, որ ասենք հազարամյակներ բանար օգտագործվել է, ինչ որ մարդիկ են եղել, որոնք կարողացել են տիրապետել ինչ որ ձևով կամ բանը ապագան տեսնել կամ այդ բոլորն էլ այս կոնցեպտի շրջանակներում տեղի ունի եւ կարա լինի եւ մասնավորապես քվանտային երևույթ է դա այդ աուրա կոչեցյալը, ասենք հատկապես բիոլոգիական օրգանիզմի շուրջը կապված ինչ օրգանիզմա բավական մեծ հեռավորության վրա դաշտ առաջանում, ասում բիոլոգիական, ֆիզիկական դաշտեր է կապված այդ անզանգված մասնիկներ, այդ հայոնների հետ, որից կարելի է ինֆորմացիա վերցնել, ասենք բժշկության նպատակներով կամ այդ դաշտի միջոցով ազդել մարդու վրա իր վիճակը փոխել։ Ասենք մենք հիմի սարք ենք, ասենք ստեղծման ճանապարհին ենք, մենք այտենց փորձեր անում ենք, որը հնարավորություն է տալիս անրանց միջամտելու մարդու ասենք առողջական այդ բաների վերաբերյալ պարամետրերը դուրս բերնու, ասենք շաքար կլինի, չգիտեմ, կամ ինչ որ բակտերիա կլինի, կամ չգիտեմ ինչ կլինի, այդ ինֆորմացիան վերցնել առանց ծակելու, վնասելու, արյուն վերցնելու եւ այլն, որտեղ այդ ամեն ինչը կա այդ դաշտերում, այդ ինֆորմացիան կա, ընդդես կարելի է վերցնել։ Սա շատ մեծ հեռանկար է տալու ապագայում, որպեսզի տարբեր նոր տիպի տեխնոլոգիաներ առաջանան։ Հիմա ասենք մասնավորապես մենք ինչ որ անում ենք ըստ էության որոշակի իմաստով կրկնօրինակում ենք բնության երևույթները։ Երբ որ ես խոսում եմ քվանտային համակարգիչից, պատկերացրեք, եթե դասական համակարգիչը ունի, ասենք, հնարավորություն 1000 քյուբիտանի ռեգիստր ունի, այսինքն տարեր ունի, որ հաշիվները, եթե քվանտայինի դեպքում ուրեմն դա դառնում է այդ նույն ռեգիստրների դեպքում դառնում է 2000 աշճան։ Պատկերացրեք ինչ հզորություն է ձեռք բերում, այդ այն հələ վատ կրկնօրինակման տարբերակն է, բայց այդ բնական կա բնության մեջ եւ ես էլ եմ ասում այդ ամբողջ ինֆորմացիան ցանկացած բանի վերաբերյալ այնտեղ կա ինֆորմացիան եւ այդ ոնց որ ասենք մենք հիմա ունենք տանը սարքավորումներ, որոնք աշխատում են տրված ծրագրով, չէ՞, մենք նույնպես որոշ վարիացիաներով աշխատում ենք ընդդեից տրված ծրագրով։ Մենք կարող ենք մի քիչ լավացնենք, մի քիչ վատացնենք, բայց ծրագիրը ընդեղ է։ Մենք կարող ենք փորձենք մեր բանով լավացնենք, էլի, մեր այսպես։ Հետո հնարավոր բոլոր սցենարներն էլ ընդեղ կա եւ ասենք նես բան չկա տիեզերքում որ կատարվի ու անհետք կորի գնա։ Դե ամեն ինչը այնտեղ կուտակվում է եւ պատահական չի որ քեյսին հայտնի պայծառատեսը ինքը ընդեղից էր ինֆորմացիան վերցնում։ Դե տենց մարդիկ քիչ չեն մեր մեջ, որ տենց օժտվածություն ունեն, որ կարան ինֆորմացիան դերից վերցնեն տարբեր, ընդ որում ամեն մարդ էլ ունի ինֆորմացիան, ազգն էլ ունի ինֆորմացիան, մարդկությունն էլ ինֆորմացիան, ցանկացած բան ունի իր ինֆորմացիան։ Եվ ամենահետաքրքիր բաներից մեկը այն է, որ նորից գալիս եմ այն առաջին նախադասությունը, որ Արիստոտելը եւ Պլատոնը վիճում էին, ասենք մարդկությունը
ու մարդիկ, դրանք ոնց որ եթե ենթադրենք մարդկության մեջ մարդիկ անբաժանելի մասեր են, չէ՞, եթե դուք վերցնեք, առանձին վերցնեք մարդուն, առանձին այս մարդկությունից հեռացնեք նա արդեն մարդ չի։ Նույն ձևել, նույն անօրգանական, ասենք, աշխարհում էլ, ասենք, եթե դուք վերցնում եք, ասենք, ոսկին, ասենք, փոքրացնում եք քանակը եւ հասնում եք ինչ-որ չափի, ասենք, մի քանի ատոմ եւ այլն կամ մի քանի 100 ատոմ, դա էլ արդեն ոսկի չի։ Ուրեմն լիքը տենց կա, ասենք, հազարավոր տոննաներով Կալիֆոռնիա, որ փորձում են ուզում են, ասենք, դրանից ոսկի ստանան, մի անգամ ցնդում գնում է, չեն կարող իկա բաներա պետք, որպեսզի դա նորից այդ էլեմենտը դարձնեն ոսկի, այսինքն ես ուզում ասեմ, նույնիսկ անօրգանական այդ բնության մեջ, երբ որ այդ իր անսամբլից հանում ես, նա փոխվում է, ասենք 2000 թվականին այդ ամերիկա-ռուսական MKS-ի վրա փորձեր էին անում, ես այն ժամանակ գիտական փոխտնօրենն էի, բերել էին, ասում էին, մենք փորձ ենք անում, վերցնում ենք խոր վակուում, տիեզերական վակուում, էլի, որ դա ասենք մի խորանարդի մեջ կա 2-3 մասնիկ։ Ջրածնի ատոմը ինքը սկսում է բան անել, այսպես ասած, շառավիղը մեծանում է 5 անգամ 10-9 սանտիմետրից հասնում է 10-11 սանտիմետր, այսինքն էլ չկա այդ ջրածին, էլի։ Հա, ինքը այդ պայմաններում անդադ էներգիա է վերցնում այդ քվանտային վակուումից եւ տրոհվում է։ Երբ որ գազը այնտեղ անդադ բախումներ են լինում, այդ խողովակը, այդ մեխանիզմը չի աշխատում եւ դրանք պահպանում են իրանց վիճակը, ասենք որպեսզի մենք ենթադրենք ինչ-որ ազգ պահպանենք, այդ ինչ-որ մերանը պետք է ինքը իր ամբողջ բաներով պետք է լինի, չի կարա, ասենք հայը ենթադրենք ուրիշ ազգի մեջ մնա երկար սերունդներ ու հայ մնա, դա անհնար բան է, էլի, նենց էլ անօրգանական աշխարհում նույնպես այդ բաները, այսպես ասած, տեղի ունենում։ Չի կարելի դեկոմպոզիցիան էլ առանձին կտորներ ուսումնասիրել եւ ամբողջի մասին ինչ-որ գաղափար բան անել։ Ես հիմի, ասենք, արհեստական բանականությունը դե շատ մեծ թափով զարգացնում են եւ այդ արհեստական բանականությունը միացնում են քվանտային համակարգիչին մի աներևակայելի հզորություն բան է ստացվում։ Իմ ես այդ նորը լսում էի, ասենք, այս նոր խելագարության տենդենսն է, հայտարարում են, որ 8 մաշյախ կա, այդ մաշյախ, այդ բան էլի, այդ հրյաների մոտ այդ բանը, որ պետք է գա, էլի, մեսսի, հա, բան, ինչ էր, հա, չէ, անտիքրիստոս են ասում, չգիտեմ ինչ, ուրեմն հիմնական մեքենան, այդ գերհամակարգիչը գտնվում է Բելգիայում, ուրեմն բաներ են սարքում, տվիչներ, ասենք, մտցնելու են մի 8 հոգի ընտրելու են, մտցնեն գլխի մեջ, այդ փոքր տվիչը, հա, ու կապվի այդ բանի հետ։ Հիմա պատկերացրեք, թե ինչ, երբ որ բնական, ասենք, մենք կրկնում ենք, մի ասենք, այդ կոպիտ ասած, այդ նոսը կրկնում է, այն ինչ որ բնության մեջ կա, բնական այդ հզոր արարիչը կա, քվանտային աներևակայելի հզորությամբ համակարգչի ձևով եւ մարդը երբ որ այն ժամանակներում եղել է կապված է այդ համակարգչի հետ ներդաշնակ ինքը կարողացել է շատ բաներ շատ ավելի արագ անել հասկանալ քան հիմի ցանկացած գերհամակարգիչ օրինակ եմ բերեմ Ռամանուջանը այդ հնդիկ որ ասում են մաթեմատիկոս ինքը ոչ մի այդպես մաթեմատիկոս չի եղել ուղղակի ինքը կապված է եղել այդ բնական համակարգչին
Իրան ասել են, ասենք անվերջ կոտորակի բանը պատասխանը կարած գրես, ասելա մինչև որ թվանշանը ու իրար հետևից բաները ասելա, էլի թվանշանները ասելա։ Հետո 6 ամիս ամբողջ ինստիտուտը աշխատելա, որ ապացուցեն, որ դա ճիշտ է, ապացուցեն, բացել են մի բան գրեք, ապացուցեք, որ սա ոնց է, ոնց եք սա, ասում է, դիմում եմ այնտեղ Բուդդային ինքը թելադրում է, էլի։ Հիմի ուզում ասեմ, այս արհեստական բանականությունը շատ արագ զարգանում է, ես նայում եմ, ասենք ամեն օր ճիշտ ասած աշխատում եմ, որտեղ ասենք բանել չկա, աշակերտներ էլ առանձնապես չկա, ես նկատում ուսանող ասպիրանտ, որ հետաքրված լինի, տեսնում եմ, թե ինչ մեծ արագությամբ ինքնասովորում է, ինքը իր հետ որ աշխատում ես, ինքը սովորում է նաև, էլի, եւ դա մեծ խնդիր է, էլի, ասենք մարդկության համար, ինքը ստեղծել է մի հատ գազան, որը կամ իրան ոչնչացնելու է, կամ էլ թե չէ ինքը ինչ որ վերափոխելու է, մի ասում են քվանտային անցում բան, այսինքն մենք ինչ որ ձև պետք է այս բաները հասկանանք, սովորենք, որ կարողանանք այդ նոր աշխարհի հետ ներդաշնակվենք։ Խոսքով այս այն բոլորներ, որ ուզում էի այսօր տենց շատ հպանցիկ ասեի, որ այդ քվանտային աշխարհը ռեալակա, ասենք այն, որ արևը մեզ էներգիա է տալի, հենց դա բուն քվանտային երևույթ է, թե ոնց ինչ դի միլիարդավոր տարիներ, որ գիտակցությունը եղել է մինչև այս տիեզերքը, հետո կլինի տիեզերքից հետո այդ նիրվանայում, էդ էլ ակնհայտ պարզ, ինչն է, թե ինչի ասենք ռեինկարնացիայից հետո որպես կանոն մարդիկ իրանց նախորդ կյանքը չեն հիշում, դա էլ բացատրություն ունի, բուն այսօրվա մի խոսքով մեր ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ այլն այն գործեր, որ անում ենք, այդ բացատրությունը կա, էլ ինչա տենց լինում։ Դե շնորհակալություն, եթե հարցեր ունեք Ժողովուրդ ճամբերբախտը բերել է, որ այսպեսի մի հատ բազմագիտակ հիվանդացած քանքարավոր ընկեր ունենք, մեզ լուսավորեց քվանտային ֆիզիկայի ու տիեզերածնության հարցերով, բայց մի քանի օր առաջ էլ իրեն հարցրել եմ, հիմա էլ եմ հարցնում, ուզում մի քանի նկատառումներ էլ ունեմ, ասեմ, նոր հարցնեմ։ Ինչ կապ ունի այս ամենը հայագիտության հետ, քանի որ մենք Քարահունչ հայագիտական կենտրոն հավաքում ենք եւ այլն։ Հիմա ասեմ ինչ կապ ունի, իմ տեսակետը, հետո հարցը կտամ, դուք շարունակես, իսկ գիտեմ լիքը գաղափարներ կունենաս։ Ցանկացած Նյուտոնի տեսությունը մասին խոսեցիր, որ ասեցիր մակրոաշխարհն է նկարագրում եւ քվանտային տեսությունները նկարագրում են միկրոաշխարհը, քվանտային ֆիզիկան, դիրակից, բանից բռնած եւ այլն եւ այլն։ Միաժամանակ մենք ցանկացած հնչյուն տառ, որ ունենք, ինքը հնչյուն է, եւ հայկական տառերը, հնչյուն է ինքը, եւ այսինքն տատանում, այսինքն ալիք է։ Եվ խոսքն էլ է, էլի ալիք, բայց բարդ ալիք է։ Բնականաբար, բայց հայկական խոսքը էլի ալիք է։ Նույնն էլ ռուսական է։ Բայց միայն հայերենում է եւ հայկական խոսքն է, որ գալիս ենք հասնում ենք այն կետին, որ մեզանից 1600 կամ 1700 տարի առաջ հասկացել են, որ ոսկին ունի 79 բան, պրոտոն, կամ արջիճ ունի 82 կատ, բոլորը գիտեք, բոլորը գիտեք, միջուկը, այսինքն գալիս են քվանտային աշխարհ, մտան քվանտային աշխարհ, քանի որ ցանկացած միջուկ կազմված է պրոտոններից ու նեյտրոններից, հիմա այս մեր առաջին քվանտային ֆիզիկոսը, համաշխարհային առաջին քվանտային ֆիզիկոսը եղել է Մեսրոպ Մաշտոցը, որ այդ այբուբենի մեր տառերը, այսինքն որոնք բոլորը իրենց ալիքներ են եւ այսինքն էներգիա են իրենց մեջ կրում։ Այնպես է դասավար է, որ դու ասում ես ոսկի, հասկանում ես իր ատոմական կշռը։ Դու հասկանում ես իր պրոտոնների քանակը, ասում ես արծաթ, հասկանում ես իր պրոտոնների քանակը։ Հիմա այս հարցը դեռ կապվում հայագիտության հետ քվանտային ֆիզիկան։ Այսինքն առաջի քվանտային ֆիզիկոսը եղել է Մեսրոպ Մաշտոցը։ Ինչ պլանկ, ինչ բան։ Հիմա խնդրում եմ շարունակի այդ միտքս։
Դե ճիշտ ասած, այն որ տես բան կա, ինձ էլ է զարմացնում, ուրեմն այն ժամանակները, ես ասեցի, այն ժամանակներ չի, որ հիմար մարդիկ են եղեք, մեզնից չի եղել են հզոր մաթեմատիկան, բայց եղել են իմացության ուրիշ ձևեր ա եղել, որ ասենք կարողացել են այդ հարցերը բանան, օրինակ ասենք պատկերացնում եք շումերների ժամանակ շատ լավ երկրաչափություն զարգացած ա եղել, շատ նյութագիտություն, դա հռելի ցիկուրատներ են սարքե համաչափություն եւ այլ, փորձեք հիմի ասենք շատ էթնոսներ կա, տվեք ասեք սարքեք, չեն կարա սարքեն ոչ մի բանել, հա, ուրեմն նշանակում է Մեն ասենք գաղափարները մեկ-մեկ գալիս են այդ ուշտված մարդու մոտ ուղղակի պատրաստի գալիս է, էլի, ասենք ինքը մի օր զարթնում է, ասում է սենս պետք է լինի, եւ ես ճիշտ ասած դրա համար ասենք այդ դրան ոչ թե հավատում եմ, ես հավատում եմ իմ բանով, էլի գիտական ճանապարհով գնացել եմ տեսել եմ, որ դա տենց ոնց է լինում, ասենք ոնց է քվանտային խճճվածությունը ինֆորմացիան մի կետից մյուս կետ, ասենք տեղափոխում, ես Ցայլինգերին, որ 22 թվական Նոբելյան մրցանակ ստացավ, հարցնում էի 10 թվականին, ասում եմ, ոնց է, ինչ եք ասում, անվերջ մեծ արագությամբ, բնության մեջ անվերջ արագություն չի կարա լինի, ինքը ժպտում էր, բայց այդ այսօրվա ֆիզիկայում տենց հաստատում քվանտային մեխանիկա, որտեղ ինքը որոշ թերություններ բաներ ունի, այդ արագությունը կապված է բանի հետ, կապված է այդ հայոններով, այդ անզանգված մասնիկներով ինֆորմացիան ինչ արագության է տարածում, դա շատ մեծ է, որ դուք հարցնեք ինչ արագությամբ, ես այս պահին չեմ կարա ճիշտ ասեմ, դե ուսումնասիրման խնդիր կա, բայց դրա արագությունը կարող է ենթադրենք լինի 10-ի 25-26 աստիճան լույսի արագություն, դուք պատկերացնում եք, դա նշանակում է, որ մեր ամբողջ տիեզերքը, այս եզրից այն մի եզրը ինֆորմացիան ուրիշ ճանապարհով, ոչ լույսի, ոչ այդ բանը հարաբերականության տեսության, ինքը այդ արագությամբ 10-7 վայրկյանում տարածում է, այդ նշանակում է, որ մեր տիեզերքը իրականում կետ է, այսինքն մի կողմից մեծ է, երբ որ մենք չափերի մասին խոսում ենք, մեր ենթագիտակցության մեջ միշտ կա արագություն հասկացողությունը, եթե մենք շատ դանդաղ ենք գնում, ասենք լույսի արագությունը այնքան դանդաղ է համեմատած այս տիեզերքի հետ, որ երեք ես լսում եմ ամերիկացի բանին, տիեզերագնացին, ասում որ դուրս ես գալի բանը, այդ օրբիտա, ասում են սարսափ է տիրում, մթություն անդեղ, ասում են, բայց եթե արագ գնայր, ասում եկել մի քանի վայրկյան կտեսներ մի հատ նոր եկավ մեծ աստղեր, բաներ էլ, այսինքն այդ միջանկյալ այդ բաները դու չես տեսնի, էլի, այսինքն չափերը բանը ենթադրում են նաև արագություններ, իսկ այդ բաներով ես ասում եմ տիեզերքում տարածության հյուսվածքներ, էլ այդ հայոնները, հիմա ես այս պահին աստե ուզում եմ էլի բան ցույց տայի, հա, օրինակ տեսեք, լավ, այս ֆոտոնի տարբեր քվանտային վիճակներում իր բանն է, էներգիայի խտացումն է, էլի, ես ասում եմ, որ ֆոտոնը կառուցվածք ունի, նոր հենց հիմի գտնում է այդ գիտական հանդեսում եկա բանավեճա գնում, հա, չի ընդունված, որ ֆոտոնին ասում են իր ինքը մենակ ունի մի հատ հաճախություն, եկել այսպես կոչված քվանտային սպին, բայց կառուցված չունի, ասում ոնց կարա կառուցված չունենա, դե ասում, մի խոսքով, ես խիստ մի հատ մեծ աշխատանք եմ, ցույց եմ տվել, ես էլ հաշվել եմ գեր համակարգչի վրա, ասում այսպես կառուցվածք ունի, նույն ֆոտոնը կարա սենս լինի, սենս լինի, սենս լինի, սենս լինի եւ դրա ազդեցությունը իապես ուրիշ կլինի, որտեվ փոխազդեցությունները այս կտրվածքները որոշում են այս կառուցվածքներով, հա, այս ինչ եղավ, հա։ Հա, նու ես այն ինչ որ անում եմ, տպագրում եմ ակադեմիական
հայտնի հանդեսները, այս վերջի տպագրություններն, տեսեք, particles, այս առաջի դասի ամենաբարձր դասի ամսագիրա, սիմետրիա երկրորդ դասի եւ այլն, էլի, այս մաթեմատիկա երկրորդ դասի։ Մի խոսքով փորձում ենք այդ բոլոր բաները ոչ թե ինչ որ sense զրույցներով, այլ սա նու կարդալը բավական ծանր բաներ է, որտեղ մասնագիտական խիստ կրթություն է պետք եւ իմ նպատակն էր, որ մոտավորապես ինչքան հնարավոր էր մատների վրա, եթե կարելի ասել, այդ բանը ցույց տալ։ Հիմի մենք տեսնում ենք, որ ամբողջ տեզերքը դա վերջինաշով վիբրացիան է, տատանումներն է։ Դրա համար ասենք մարդու վրա ընդհանրեն երաժշտությունը, S տիպի, N տիպի խոսքը բան էական ազդեցություն կարող անում, դաստիարակ իր պատրաստման բանի ժամանակ շատ կարևոր է, թե ինչ վիբրացիաներ է, էլի բանան։ Չի կարա թուրքական երաժշտության տակ հայ նորմալ մարդ առաջանա, էլի։ Մի խոսքով։ Կներեք, ես հեռախոսների համար էի ուզում հարց տալ։ Այս սայթերը, որ կան Facebook, տարբեր սայթեր կան։ Չհասկացա, մի քիչ բարձր։ Հեռախոսները, այս հեռախոսները, տարբեր հեռախոսներ։ Տարբեր սայթեր կան, Facebook եւ այլն։ Առանց որևէ բանի, sense դրած, դու ինչ որ բանի մասին մտածում ես, չես էլ խոսում։ Մտածում ես եւ ռեկլամա գալի։ Հա, այդ բոլոր հայտնիները ամբողջ հեռախոսների բանը։ Նստած մտածում ես, չես խոսում։ Այդ գերհամակարգիչներին այնտեղ վերալուծում թե մարդը ինչով է հետաքրում բան, հետո մի բան որ մտածեք, հələ մտածելու պահը չեն բռնում, էլի, բայց որ խոսում եք կամ բան կանում, մի անգամից ընդից Հեսա մի հատ էլ հարցամ։ Հիմի այդ մտածելու պահն էլ բանն Իլոն Մասկը արդեն այդ բաները սարքելա, որ ասին մտցնում ընդհանուր հարահում։ Հիմի մի խոսքով հաստամ կարելի է։ Մենք ես մոտավորապես նկարագրեցի, որ մենք իրականում ունենք ինտերֆեյս, որին մենք միանում ենք գործողություններ են կատարում եւ այլն։ Ես ենթադրում եմ, որ շատ վատ մարդկանց երևի արարիչը որպես անպետք ծրագիր ջնջում, հետո շպրտում դենակցում, հա, կամ էլ թե չէ որոշներին պահմա նորից ռեինկարնացիան, դե ասենք պետք է նաև հակադրություններ, որ բան էլի ինչ որ զարգացում լինի, էլի ինչ որ վատը պետք է լինի, որ լավ է երևա կամ չգիտեմ մի խոսքով։ Ես ուզում էի նորից անդրադառնայի Սամվելի հարցին, ասենք հայերեն լեզուն, ուրեմն ես ասենք ճիշտն ասած մի 3 լեզու գիտեմ, համեմատում եմ, հետո մտածում եմ եւ այլն, իհարկե իր կատարելությունը նույնիսկ մենք ըստ էության 2000 տարի, այս վերջի 2000 տարին մեր քաղաքակրթությունը հետ նահանջ ապրել եւ այլն, այդ պայմաններում այս տիպի հզորագույն լեզու ունենալը իրեն մտածողության բանը ֆանտաստիկ է, բայց մենք պետք է վերադառնանք, ասենք բանը մարդը ինքը եթե համարում է ինքը մտավոր միավոր, ասենք ես չեմ ասում շատ բարձր մտավորական, ասենք որ հասարակության մեջ պետք է երևա, հայ հասարակություն, ապագայում պարտադիր պետք է գրաբարին տիրապետի։ Հա, էլ չեմ ասում, ասենք այդ կառավարության բանի մեջ, որ էդի մեծ հնարավորություններ կտա իր այդ ուղեղի զարգացման եւ այլ մեջ ես հավատում եմ, որ ասենք ապագա այդ ալգորիթմիկ լեզուն, որտեղ քննարկում է հիմի գիտական բանում, դառնալու է գրաբար, որտեղ նույնիսկ անգլիացի բան եւ այլ այսպես հետազոտողներ ասում են, որ ամենահարմարը այդ նոր այդ համակարգչային գիտության համար այս լեզուն է, էլի։ Նույնիսկ որ դրա մեջ իմաստ կա։ Հայերենը այն որ բանը այդ տարածությունը միանգամից պորտկացել է եւ տիեզերքը դուրս ակցե, հայերենը արդեն առաջի այն լեզուն է եղել, որը
Հրամց։ Ստացել ենք նվեր ժառանգություն ու ցավոք սրտի դարձել։ Դե գիտեք ինչ, մենք ժառանգություն ենք ստացել, բայց պետքա պարզել ով է դրա ամեն մարդ չէ ժառանգության տեր, էլի, կա, ասենք ոնց որ թե հայերն է խոսում, բայց դա ինչ հայ։ Երկու հարց, եթե կարելի է։ Նախ շնորհակալություն շատ հետաքրքիր զեկույցի համար։ Առաջի հարցս, արդյոք հայոնները, որ ասացիք, հա, արդյոք կարելի է զուգահեռ անցկացնել, ասենք ոնց որ նախկինում էֆիրն էին դիտարկում որպես այդպես անսահման փոքր մասնիկ։ Հա, ուրեմն այդ գաղափարները եթերի եւ ավելի բանը եւ Արմենը չկա որ ասի, այդ արփին ա եղել, հետո նոր եթերն ա առաջացել, այդ գաղափարներ եղել է, բայց իրենք ոչ մի ուրիշ բան չեն կարողացել ասել այդ անզանգված այդ մասնիկների բաների վերաբերյալ։ Օրինակ ասենք Մենդելեևը փորձել է ինքը իր պարբերական աղյուսակում առաջի էլեմենտը այդ եթերի մասնիկը տեղադրի եւ անունն էլ դրել է Նյուտոնի։ Բայց դա չեն բանարել, որտեղ ոչ մի հիմնավորում չի եղել, բայց ստեղ խիստ հիմնավորված է այս աշխատանքը, կարակ ինտերնետում բանանեք, էսա quantum vacuum, the structure of the empty space, քվանտային վակուում եւ դատարկ տարածության կառուցվածքը, էլի, ոնց որ հակասական բան է, բայց դատարկ տարածությունը կառուցված է այս բաներով եւ մենք այնա Գրիգոր ջան, հələ այնա գործընկերս ամեն օր բան ենք անում, փորձեր ենք անում, բանը համասարանի 0 հարկում, թե -1 հարկում։ Հա, այդ հարցերի շուրջ այս տիպի լուրջ բաները բնականա չի խրախուսվում գիտական բանի կողմից, օրինակ ասենք զարմանալի է, այլ ես կամ երևի լսած կնեք ելույթ եմ ունենում որոշակի էթնիկական տարի ուժեղել քննադատում եմ, հա, այդ էթնիկական տարը զանգա տալի, ասում է բանը 6 թվականից գրած բանը գումար բանարա մենք քեզ գումար ենք հատկացնում հետազոտությունների համար։ Հա, բայց ստեղ ամենաանհանդուրժողանական վիճակն է, բոլորը ճանաչվեն, բայց այտենց այն է իր թոշակն է օգտագործում բաներ առնել, տղայի աշխատար, երկու տղան սիլիկոնային հովտում են, էս է իրավիճակը, բայց մենք չենք հուսահատվում, գնում ենք առաջ։ Երկրորդ հարցն էլ Հա, այդ ես ասեցի, որ փորձել են մտցնել, բայց մենք առաջի անգամ կոպիտ ասած ես տեսականորեն, հետո փորձարարական բազմաթիվ գիտական խոշոր բաներում ելույթ ենք ունեցել ու ասենք այդ էթնիկական տարերն էլ մոտեն, ասում են ինչի հայոն, ասում որտեղ բարձր է, հայոնը հայ է բարձր է, հայոն դի խոսքով։ Եվ երկրորդ հարցը հետևյալն է, այսօր մի շարք բավականին հայտնի կարկառուն գիտնականների շարք կա, որոնք որ համարում են, որ չի եղել մեծ պայթյուն եւ հակառակ մեծ պայթյունի գաղափարը բերժում են, այսպես ասած, որը որ օֆիցիալ ֆիզիկան ընդունում է որպես հիմքը տիեզերքի ձևավորման եւ այլն։ Ոնց է դրան վերաբերվում։ Դե ես ասեմ, օրինակ ասենք Ռոջեր Պենրոուզը, որ 21 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել, ինքն էլ ոչ թե ասում է այդ առաջի պայթյունն է եղել, որ պայթյուն եղել է կլինի, էդի ինձ համար ակնհայտ է, բայց որ մի հատ պայթյուն է եղել, որտեղ զանգվածի խտություն 10-ի 98 աշճան գրամ սանտիմետր խորանարդ, էդի աննկարագրելի է, էլի, ինչ-որ տես բան է ընդունվել, էդի ոչ մի համբարձումյանն էլ այդ բանը չէր ընդունում, բայց այն որ ասենք մենք տեսնում ենք, որ ինչ-որ պայթյուններ է, ասենք Ռոջեր Պենրոուզը եւ իր մեկը կա չեմ ուզում անտամ, բայց
իմ լավ բարեկամի տղան է, էլի, զբաղվում է իր հետ եվրոպական տեզերական գործակալության նյութերը բան, իրանք մոդելավորում են, տեսնում որ ինչ որ պայթուններ շատ են եղել, էլի, կոպիտ ասած, այդ մոդելավորման ճանապարհով տեսնում են, որ մի պայթուն չի եղել։ Ես ասեցի, օրինակ, ասենք, ստեղ նույն այս բյուրականի աստղադիտարանի աշխատողներ կան, որոնք ժամանակին մի 40 տարի առաջ դիտողական ցույց են տվել, որ տիեզերքում կա 500, ասենք, մեգապարսեկ տենց տարածքներ, որ լրիվ դատարկ է, էլի, որ չէր կարող, ասենք, ենթադրեք պատկերացնեք պայթուն, որ լինում է, ըստ բոլոր ուղղությունների պետք է, այն չի պետք է, ասենք, ստեղ ինչ որ տենց մեծ դատարկություն լինի, էլի, որ էլի խոսում է նրա մասին, որ բազմաթիվ տենց պայթուններ են եղել, մեկ պայթուն չի եղել։ Հա, էդի սինգուլյար կամ եզակի անվերջ լուծումները դա մաթեմատիկական անիմաստ բաներ են։ Շնորհակալություն։ Հա։ Շատ շնորհակալություն զեկուցման համար։ Ես այսպեսի հարց ունեմ։ Մի քիչ եթե այսպես բարձունակ ձևով եթե փորձենք ձևակերպել, ապա այդ նախասկիզբը, այդ որից սկսվում է ամեն ինչ, ըստ իս տարբեր բնութագրումներ ունի, տարբեր մշակույթներում, էլի, ասենք եթե հունականում դա քաոս է, որտեղ անկանոն շարժումներ են եւ այլն, կարելի է ասել աստվածաշնչյան պատկերացումներում դա դատարկություն է։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ պոլինեզիացիների մտածողության մեջ դա կոչվում է խավար, բայց դատարկ խավար չի, ասում են պտղաբեր խավար։ Այս երեք հասկացությունները գիտականորեն կարելի է հաշտեցնել, թե դրանք տարբեր բնագավառների։ Դուք արդեն իմ հաշտեցնում եք դատարկ, բայց պտղաբեր, այդ բոլորը հարաբերական է, դատարկ անշոշափելի է, բայց դա իրական դատարկ չի, այնտեղ կան շատ մեծ կարգավորված էներգիայի մասնիկներ, բազմություններ, որոնց չափերը շատ փոքր է, էլի, ասենք որ դուք հարցնեք, ես այս բանը չեմ կարող ասեմ, որ այդ փորձերը պետք է շարունակել, հասկանալ դա, բայց խոսքը գնում է, օրինակ եթե կվարտների մասին խոսեցի, դրա չափերը 10-ի -18 սանտիմետր է, դուք պատկերացնում եք, ասենք միլիարդ երրորդ մասի միլիարդ երրորդ մասը, այսպես, հա, իսկ այդ դրանց չափերը, այդ անզանգված կարող է շատ ավելի, ասենք 10-ի -35 սանտիմետր, կամ պլանկյան չափեր բան, այդ պետք է ուսումնասիրել, հասկանալ, բայց այն որ ահռելի մեծ էներգիա կա եւ մենք տեսնում ենք, որ ասենք մարդը որ շարժում է, ինքը ընկղմված է, ամեն ինչ ընկղմված է այդ բանի մեջ, այդ compound, ես չգիտեմ հայերեն ոնց ասեմ, այդ բանի մեջ այդ մատերիական անկշռելի բազմության կամ համույթի մեջ եւ ասենք մարդը ազդում է իր շուրջ անհամասեռություններ են առաջանում բեկման ցուցիչների լեզվով, էլի, օպտիկ, որ մենք կարող ենք դից ասենք ինֆորմացիա վերցնել։ Ասենք բեկման ցուցիչները կապված է վակուումի, իրանք սովորաբար ընդունում են 1-1, ասենք, բայց մենք տարբերում ենք մեկից տարբերում է երրորդ կարգով, ասենք 1/3000-ական, այսինքն տարբերություն կա այդ բավական է տեղից, որպեսզի մենք ինֆորմացիա եւ աուրա բան, տես բաների հետ է կապված եւ այդ քվանտային խճճվածություն մենք ժամանակին տես փորձեր ենք արել, շատ հետաքրքիր, ասենք վերցնում եք բույսը,
տերևը կտրում եք, բերում եք լաբորատորիա։ Բույսի, ծառը գտնում է մի 500 մետր հեռավորության վրա։ Մեկը գնում է, սկսում է ծառը տաքացնել, ստեղի տերևը, որ դրած է այդ բանի վրա, ինքը իր աուրա ունի, այդ սկսում է փոխել իր ցուցմունքները, էլի, ինքը զգում է։ Եվ այդ քվանտային խճճվածության ճանապարհով, քվանտային կոմունիկացիաներով այսօր ընդունված է, որ ինֆորմացիան տեղափոխվում է անվերջ արագությամբ, բայց դա անվերջ չի, ես ասում եմ, դա կապված է այս անզանգված մասնիկների դրանք առազգական են, մի խոսքով էլի, դրանց ուսումնասիրման խնդիր կա, որպեսզի, բայց ինքը շատ մեծ է լույսի արագությունից։ Նենց որ ապագայում ինձ թվում է, որ մենք կարողանանք, եթե կարողանանք տենց, ասենք, աշակերտներ, որ այդ գաղափարը զարգացվի, ասենք, երբ որ 7-րդ դարում Հայաստանում կար Շիրակացի, 6-րդ դարում էլ Դավիթ Անհախտ, ոչ մի աշխարհի ծայրում այդ միտք կրող մարդիկ չկային, բայց այն ժամանակվա մեր ղեկավարությունը, եսի նկան թագավորներ եւ այլն, մտքի դերը չհաշվի առան եւ մենք այս վիճակում ենք։ Եթե այն ժամանակ հաշվի առնեին, այս տղաները ստեցված կլինեին մեր մեջ, ոչ թե ինչ որ միտքը շատ կարևոր է եւ գիտությունը դա ապագայի ամենաուժեղ շարժիչ ուժն է, որը մեր մոտ բացարձակ արհամարված է։ Օրինակ ասենք, մենք ասենք մի եկուց մեր ցեղասպանության օրն է, հաշվում ենք մեր հաշիվներով ինֆորմացիան դուրս է գալի, որ մենակ մի հատվածով, որ այդ փրկված է այդ երեխեքը բան եւ այլ, դրանց ծնողներին, եթե ցեղասպանվել են, 2.5 միլիոնը անցնում է, 15 թվի մասին է խոսքը, բայց հայկական եկեղեցին հստակ ասում է 7 միլիոն մարդ, այսինքն ազգի հիմնական մասը ոչ թե կեսն է կոտորվել, այլ մեծ մասը 70-80% կոտորվել է, դրա համար ասենք, երբ որ ասենք այս առաջի դեմքերի մեջ ցավոք սրտի հայեր չկան, օբյեկտիվորեն, միտք, այտենց միտք չի տրվել մեր կողմից, բայց ասենք երկրորդ արդեն էշելոնում, այնտեղ ունենք Ալիխանյան, ենթադրենք Կիրիլ Շոլկին, Մետաքսյան եւ բազմաթիվ տես մարդիկ, բայց մեր ապրելու իմաստն է, որ մենք առաջի միտք տվողներ ունենանք նաեւ շատ կարեւոր է, էլի։ Իմաստը, չգիտեմ, ինչն ապրելու, որ ինչ որ ստեղծագործենք, որ իսկ դա հիմնական պատճառը նա է եղել, որ կոտորել են սիստեմատիկ 150 տարի ցեղասպանություն է գնում, հիմել է գնում, հա, եւ տարբեր ճանապարհներով էլի, ասենք ինստիտուտները չի, ասենք ինչ որ բան առաջնա, որ պիտի զարգանա, միանգամից ոչնչացվում է ու մարդը մանում ինֆորմացիան կորում գնում է հետ էլի։ Շնորհակալություն։ Մեկ էլ վերջերս շատ են խոսում քվանտային անցում, բան։ Քվանտային անցումներ։ Անցում, հա։ Դե մի տեսեք, կան ինչ որ շատ մեծ պարբերություններ երկրագնդի վրա, օրինակ ասենք 12000 տարի պերիոդն է, պարբերություններ, որ բնությունը փոխում է, չգիտեմ, դա կապված չի արևի պարամետրերի հետ։ Հեռավորությունները, բան սա այդ շարժումները նույնն են։ Ինչն է պատճառը։ Իմ կարծիքով մեր այդ ավելի գլոբալ շարժումը, եթե նայում ենք, ասենք պատկերացրեք մեր այս աստղի բանի հետ, մենք արդեն գալիս ենք այն տեզերական ուրիշ տեղ, այդ երեք չափանի տարածության մեջ, տեղի տարածության հատկությունները, հայունների խտությունները, իրանց վիճակը ուրիշ է, նա ազդում է այս մեր բաները, օրինակ ասենք գրեցին, որ ասենք այս քվանտային անցումից հետո պրոտոնի զանգվածը 4-5%-ով փոխվել է, դուք պատկերացնում եք, դա շատ մեծ փոփոխությունն է, բայց
բայց ոնց է այդ ակադեմիական միջավայրն էլ չի ձեռք տալի որ ճշմարտությունը ասեն ես դեռ օրինակ չխոսեցի որ ասենք այդ քվանտային մեխանիկան ստեղծվել է դες մանրամասնությունները չասեցի Շրոդինգերի բանի եւ այլ հետո 85 թվականին բանը մի հատ անգլիացի հայտնի մաթեմատիկոս ֆիզիկոս Մայքլ Բերի ցույց հատվել որ քվանտային մեխանիկայից դասական ֆիզիկայի որ ասում են սա անցում կա չկա դինամիկ սիստեմներ անցում չկա կա որոշ փոքր թվով բաներ ու այսինքն կամ անկատար է էլի այս աշխատանքում այս երկրորդ աշխատանքում չէ այս երկրորդ աշխատանքում որ մեծ աշխատանք է տպագրված պրակտիկան ես այդ հիմնավորապես նյուտոնից բանից սկսած ցույց եմ տվել ոնց պետք է կառուցել որ ասել նույնն էլ ասենք չեն ասում որ գիտեք sense բաներ կա որ քվանտային անցում կա եւ այլ որ մարդը վիբրացիաներից շատ ուժեղ փոխվելու է հիմա ասենք մենք որ գալիս ենք տարածության ինչ որտեղ մենք չգիտենք ընդեղի վիճակը ոնց է այդ հայոնների ես ասի ամեն հայոն 3 հատ քվանտային թվով է էլի բանան իր վիճակը ոնց է դրա հետ կապված այս ամբողջ բնությունը կարա փոխվի էլի ասենք դες ես չգիտեմ ինչ պարբերությունները առաջանա սարցակալման չգիտեմ ես այսինքն մենք շատ իրականում քիչ բաներ գիտենք էլի երբ որ տես բաների վրա ուշադրություն չենք դարձնում Շնորհակալություն խնդրեմ Պարոն Գևորգյան, իմ հարցը երևի շատ ճշգրիտ չի վերաբերում ձեր բովանդակությանը զեկուցման, բայց քանի որ այդ նախադասությամբ ավարտեցիք ձեր զեկուցումը, թույլ տամ հարցներ։ Դուք ասեցիք, որ մարդը վերամարմնավորվելիս չի հիշում իր նախորդ կյանքը եւ դա ունի իր պատճառը։ Որն է այդ պատճառը։ Ուրեմն ես նորից Պենրոզի խոսքն եմ բերել, որտեղ ինքը Նոբելյան մրցանակ ստացել 21 թվականին, չնայած ես չգիտեմ իր աշխատանքներ, որի վրա հիմնված ինքը ասում է, բայց ինքը շատ հայտնի գիտնական է, ինքը ենթադրում է շատ տեղեր ուղղակի համընկնում է մեր մտածողությունը, բայց ես ունեմ իմ ձեռքի տակ այս բանը ճիշտ է, ես ուղարկել եմ իրան։ Ես իմ աշխատանքը էլի գուցե ինքը այդ բնական է կարդացել է այլ ուրեմն ոնց որ հեռախոսի մեջ ինչ որ բաներ կա ինքը գրանցվում է մայրական բանի վրա այդ դիսկերի վրա ինչ որ բաներ կա որ վիրտուալ այդ ցանցերում է գրանցում որը ջնջվում է այդ մարդու իր ապրած այդ էմոցիաները, չգիտեմ եւ այլ, այդ երևի գրանցվում է ոչ այդ հիմնական բանի վրա ու որպես կանոն, բայց որպես բացառություն նաեւ ընդեղել է գրանցում, դրա համար կան մարդիկ, որոնք հիշում են, բայց կան մարդիկ, որոնք չեն հիշում, էլի։ Դե դա ուսումնասիրման խնդիր է, որ պետք է ապագայում, բայց այն ինչ որ ես ընդ որում ես մի ընկերոջ հետ ծանոթացել եմ, ես մոտարապես նկարագրում եմ էլի քվանտային ֆիզիկայի տեսանկյունից, որ մարդը մահացավ ոնց պետք է իր այդ որ ասում են հոգին բան այդ իր բանը ոնց է իրան պահում, ինչ կարա իր հետ տեղի ունենա ինքը այտենց ապրել էր, հետո զանգել իմ հետ բաներ արել, ինքը նկարագրում է նույն ձևի ոնց որ ես, ասում էր, ասեցի Գերմանիայում այնք ապրում, ինչ որ առիթ եթե լինի մի անգամ լինի, ես կբերեմ մի պատմի, ասում եմ մեկ էլ մտածում էի, ես մարմինս ընդեղ էր, վերևից նայում էի, ոչ մի ցանկություն չկար հետ գնալու էլի, ինձ ասում է մոտեցան երկու հատ բան, այսպես հրեշտակ, իրար հետ խոսում են, ասում են, ես էլ հասկանում եմ, թե ինչ լեզվով են խոսում, ասում ասեցին, դե իրան սկզբունքորեն կարելի է հետ ուղարկել, բայց ասում արի իրան հարցնենք, էլի, ասում հարցրեցին, ինձ ասեցին, ուզում ես հետ գնաս, ես մի քիչ պաուզա տվեցի բան, ասեցին ուզում ես մենք ցույց տանք թե քու ընտանիքի հետ ինչ կլինի
18 տարի հետո։ Ասում եկել ասի հա իր երեխան 2 տարեկան եղել այն ժամանակ ասում Արամ եկել ցույց տվեցին 18 տարեկան մի հատ տղա բան եկավ հայերեն խոսում եմ հետ ասում է չի հասկանում ինքը ասեցի չէ ես ուզում եմ գնամ իմ տղային պետք է ես հայերեն սովորացնեմ դուդուկ նվագել սովորացնեմ եւ այլ հիմա ինքը գումարա ծախսում որ Դաբաղյանը գնմաստեից ընդեն մեր հայտնի որ դաստա ինքը դուդուկան նվագը տեսել այդ բոլոր բաները կլինիկական մահետար հա հետո ասում ոնց ասենք բան իրական ռեալ կյանքում հնարավոր չի այդ որ խոսում են հետ գնալ ժամանակով բայց մենտալ կամ այդ ինֆորմացիոն դաշտում ինձ թվում է դաժե նույնիսկ ես եմ հետ գնացել քնած ժամանակ հա բայց ինքը հստակ պատմեր ասում էր ոնց գնացի ընդհանրենք տպավորված է այդ Պուշկինյան բալերով գնացի այդ տեսա այդ Պուշկինի ժամանակները բալերը բանը ասում ասենց ման էի գալիս օրորդներ երիտասարդներ բան հուզված մարդիկ քրտինք ասում ոնց էր մի հատ պարմանուհու քթից էր կաթում ուղիղ ընկնում այս շորի վրա ասենց մի խոսքով այդ սաղ տեսել եմ ասում ու նկարագրում էր էլի ոնց է այդ եղել ես այդ լրիվ հասկանալի է բայց որ ինչ որ բանը ժամանակի մեքենա ստեղծեն որ այս ռեալ նյութական աշխարհում հետ գնանք դա անհնար բան է Դա ես չեմ հավատում, ես իմ պատկերացած ֆիզիկան դա չի թույլ տալի, բայց այդ ձևով, այո։ Շնորհակալություն ձեզ բանախոսության համար։ Հարցս հետևյալն է, փոքրիկ հարցեր, բայց մի քանիսը ձեր թույլտվությամբ, ինչ սարքերով եք փորձաքննություններ անցկացնում եւ ինչ սարքեր են պետք մեզ մոտ զարգացնելու համար քվանտային մեխանիկան, տեսությունը եւ դրանից բխող արդեն նյութականացված գիտական աշխարհը հաջորդը որ մասնակցում եք սիմպոզիումների կան հայեր, որոնք այս ոլորտում են աշխատում եւ հնարավոր է արդյոք աշխատանքային ցանցային տիրույթ ստեղծել այդ հայերի հետ Եվ երրորդը 2 տարի առաջ ֆրանսիացիները տեզերանավ բաց թողեցին եւ ասացին, որ դա օգնելու է շատ հարցերի պատասխանը տալու, այդ թվում նաեւ բախումից երկրագնդի առաջացման եւ քվանտային տեսության մեջ արմատական փոփոխություններ մտցնելու, եթե ունեք հետաքրքիր ինֆորմացիա, խնդրում եմ տվեք։ Նախ ինչ վերաբերում է սարքերին, մենք օգտագործում ենք ժամանակակից լազերներ, այդ ինֆորմացիան բանանելու, վերցնելու, հատուկ ասենք դիֆրակցիոն ճեղքեր եւ այլն, բայց այդ բոլորը դրանք փող արժեն, որ ասենք մեր աշխատավարձը բավարար չէ, օրինակ ասենք լավ լազերը արժի, այնա Գրիգորը գիտի $15,000 ընդհանրենք։ Մեկ մոդանի լազեր, ասենք նանո չափանի լուսատարը դա շատ հանգարժեք բաներա նոր եւ այլ, որ ասենք մենք չունենք, իսկի գաղափարել չկա, իսկի որ ասենք տես բաներ պետքա ունենանք, դրա վրա պետքա մտքի վրա պետքա փող դնել, պետքա կրթել մարդկանց, պետքա դասագրքերը բերել նորմալ վիճակի, խայտարակությունն է, մի խոսքով Այդ ուտել խմելով մեզ հասկանեք ինչ են անելու, այդ Ղարաբաղյան պատերազմի հիմնական պարտության պատճառը մարդկանց մտածել, այն որ հաղթեցինք դրա ի շնորհիվ Համբարձումյան, Ալիխանյան եւ այլ այդ մտածողություն, իսկ որ պարտվեցինք ի շնորհիվ Դոդի Գագո, Լֆիկ Սամո այդ մտածողության։ Տեսեք ինչ ահռելի տարբերություն կա։ Մենք եթե չփոխվենք, ապա ոչ մի Արև չենք տեսնելու եւ ոչ մեկը դա ինչ վերաբերում է համաշխարհային բանի մեջ սկզբունքային նոր միտք արտահայտողները շատ քիչ են։ Բոլորը ոնց է, ասենք, ես այս մարդկանց պատահական չտվեցի, որ
25-26 տարեկան նոր միտք են արել ու բանը նրանց հետևը կանգնած ա եղել Գերմանիա, Անգլիա, Գերմանիան համար առաջինն ա եղել այն ժամանակ։ Հիմի մի բան ա եստեղ, մի բան ա եթե ես այնտեղ լինեի, էլի, հասկանում եք, տարբերությունը շատ մեծ ա, որովհետեւ ոչ մի բայց դա չի հուսահատացնում, ես գիտեմ, որ ստեղ եղել ա Նարեկացի, ստեղ եղել ա Համբարձումյան, ստեղ եղել ա Արտյոմ Ալիխանյան, որը մի հատ նամակով Մյուրեյ Գելմանը, որը այդ առաջ անգամ Կվարկերի գաղափարը տվել է, եկել է ստեղ 65 թվական, ես հիշում եմ դպրոց էի գնում, իմ մամայիս քեռին էլ Ալիխանյանի հետ մոտիկ հարաբերություններ ուներ, մի հատ զանգով եկել էր, որտեղ հարգում էին այդ մարդկանց, եկել էր ստեղ 2 շաբաթ հայերեն ա սովորել Մյուրեյ Գելմանը եւ ստեղ զեկուցումը կարդացել է հայերեն լեզվով։ Հետո ես էլ մտածում եմ ինչն է պատճառը, հետո հասկացա, որ ինքը այն հрьяաներից է, որոնք սեֆարդներ, արարատյան հрьяաներն են, որոնք իրանց իրական արմատը հայկական է։ Գիտեք, ասենք ես ցավոք սրտի այդ բաներով եմ զբաղվում, որ ասենք պետք է այդ պատմաբանները բան եւ այլ զբաղվեն, առաջի այդ Աբրահամ եւ այլ ուր քաղաքից որ գնացին, դրանք բոլորը հայեր էին, լուսնապաշտներ, որոնց պատկերացումները արևապաշտության հետ լրիվ հակադիր էին, իրան պետքա գլխատեին, բայց ասեցին թող ստեից գնա։ Հետո դրանց բազայի վրա այդ Սեթի տաճարի քրմերը ստեղծեցին այն, որը կոչվում են հուդայապաշտներ կամ հուդայականներ։ Խոսքով։ Դրա համար ասենք իր մոտ պատկերացնում եք, նայում եք, ասենք գենետիկ տիպիկ արմենոիդ է, էլի կա այդ հрьяաների մի բան, որ հա շատ հեշտ բան արել, սովորել է, անգամ դուրեք է։ Վերջի 30 տարին թողել է ինքը զբաղվել է լեզվաբանությամբ։ Մյուրեյ Գելմանը, որը չնայած շատ ես մի անգամ շփվել եմ իրան հետ, ինքը այս կվարկների գաղափարը, որ կվարկներից են ինքը տվել է, թե ոնց է այդ բանը եկե, կոպիտ ասած, պայծառատեսությամբ, թե ուսումնասիրել է համաչափությունները Young-Millsի եւ այլ, բայց հետո պարզվել է, որ ստեղ 3 կվարկը դա այսպես կոչված վալենտական կվարկն է, երբ որ մեջը մտնում եք, տեսնում եք այնտեղ այս է, անընդհատ ծնվում են կվարկներ, անհետանում են, 3 կվարկով չի լինում այդ բացատրել, եւ այդ խնդիրը մենք 24 թվականին այդ սիմետրիա ամսագրում տպագրեցինք։ Եվ այդ իր հայկական գեները, այսինքն կա էլ այդ գենետիկ մակարդակում, որ իրան թույլ է տալիս շատ արագ սովորել, էլի լեզուն։ Հիմա էլ ասեմ, որ եբրայերեն լեզուն բան անելու ես ընկեր ունեմ, էլի զբաղվում իրանց մեջ, վերցնում են հայկական գրաբարի բառը, շեշտադրում փոխում են, դարձնում են իվրիտ։ Մի հատ ուրեմն բան եմ ուզում ասեի, իմաստների հետ կապված, որ մտածում ենք հեռախոսը ճանաչում է կամ հա, երբ որ մտածում ենք հեռախոսը ճանաչում է, ուրեմն դե մեր միտքը ինքը նեյրոնային բջիջը ակտիվացնում է նեյրոնային բջիջ։ Ամեն այդ նեյրոնային բջիջը ունի որոշակի ամեն միտքը ինքը ունի իր էլեկտրամագնիսական սպեկտրը, որը որ երկար ժամանակ մեր գոլեգաները ուսումնասիրում էին, հա, ոնց որ եւ իմիջիալոց այն է հետաքրիր, որ անկախ լեզվից է դա, այսինքն օրինակ կարմիր գույն ցանկացած մարդ ինչ երկրի պատկանելություն էլ լինի, ինքը պրակտիկ փորձերով ցույց են տալիս, որ նույն սպեկտրն է ակտիվացնում, երբ որ մարդը կամ հա ոնց որ այս պրիմիտիվ օբյեկտների վրա է կենտրոնանում միտք, այդ մտքի վրա է կենտրոնանում։ Եվ այդ դաչիկները, տվիչները իրանք գնալով ավելի բան արեցին, փոքրացան եւ հիմա ես հստակ ապացույցներ չունեմ, որ հեռախոսի մեջ դրանք կան դրված,
բայց շատ բարձր հավանական է, որ կան արդեն հեռախոսի մեջ է դրված։ Դրանք առաջ ուղարկի տենց գլխի վրա դնում էիր սարքեր, որոնք որ ընդունում էին, հա, եւ ուրեմն այսինքն իմաստները մեր արմատ բառի մեջ էլ հայերենի մեջ արմատներն են կարևոր, եվրոպական իմաստ ասելով մենք իմ արմատնա եւ աստ, հա, կամ ասենք սիրուն ասելով մենք սերնա եւ ունենալն է, հա, սիրուն եւ այդ տարբեր իմաստները, որ հավաքվում են իրար հետ միասին եւ ձայնի հնչողությունը եւ մեր մտքի մեջ ընկալումները եւ դրա բառերի գրապարյան խորը իմաստների հասկանալով եւ ճիշտ իմաստներ ակտիվացնելով մենք նաեւ այդ հնչյունները փոխակերպում ենք դաշտերի եւ այդ դաշտերը գնում են տեզերք, հա, ամբողջ աշխարհին տարածում են ամբողջ աշխարհում այսօր սկսած այդպես պրիմիտիվ բաներից որ հա ոնց որ այդ գովազդը որ իրականում շատ կարեւոր է որ Աստված ասում է տալիս է այդպես էլ հիմիկվա համակարգերը հա ոնց որ փորձում են կռահեն ձեր ցանկությունները եւ դա կոչվում է լիդա կոչվում CRM համակարգերի մեջ որ ձեր ցանկությունները ընկնում են այդ CRM այն համակարգերի մեջ, որոնք որ արդեն փորձում են ձեր բավարարեն, ձեր պահանջները եւ հայոններն էլ էլի ուղղակիորեն այդ նույն ինֆորմացիան էլի ձեզնից վերցնում են, հա եւ այդ Ես ուզում եմ ներկայացնեմ Արմենը Մանուկյան մեր ստեղ գտնվող ես նկատում Հայաստան լավագույն բանը կոմպյուտերային ճարտարապետներից է, էլի, ոչ ես չնշեցի այս Ռիչարդ Ֆեյմանը, ասենք որ քվանտային էլեկտրոդինամիկայի ստեղծողներից մեկն է եւ նա առաջինն էր, որ քվանտային հաշիվներից, քվանտային կոմպյուտերից խոսած եւ հիմի այդ ծրագիրը, որ քվանտային կոմպյուտեր են սարքում եւ այլ, այդ իր գաղափարն է։ Եվ սրա ազդեցությունը աներևակայելի մեծ ալնելու, բայց մեզ պետք է այդ բաներով, այդ մակարդակով զբաղվել։ Դա չգիտեմ ինչ չի, բայց դա ջանքեր է պահանջում։ Օրինակ Ռիչարդ Ֆեյմանը ասում էր, որ մարդու եւ կապիկի տարբերությունը, հեռավորությունը ավելի քիչ է, քան մարդու եւ քվանտային ֆիզիկա իմացող մարդու միջև տարբերությունը շատ ավելի մեծ է, քան մարդու կապիկի, ինչ որ հիմի ես ասում քվանտային նոր հեղափոխությունն է գալի, բայց այդ բոլոր բաները վերջին հաշվով կարելի է սովորացնել բազմության էլի մեջ, ուղղակի ձգտում պետք է լինի, պետք է մեր հայացքը ուղղված լինի դրա, դա ոչ թե ինչ որ սպառում, չգիտեմ, մի խոսքով դատարկ բաների վրա։ Դրա համար ես այս վերնագիլը հենց տենց էի դրել, որ այդ ամեն ինչը պատրանք է, էլի։ Մենք ինքներս իրական չենք այդ իմաստով, ուր մնաց ման եմ եկել, դե իսկ քարահունջում շատ եմ եղել, գիշերն եմ եղել, ցերեկն եմ եղել, մի խոսքով ես կարամ ասեմ, որ քարահունջում միտք կա, այդ քարերի մեջ բան, այդ եւ այլն, այդ որ արել են մարդիկ, դա չեն արել, որ քարը քաշտան բերեն, չգիտեմ, այդ ապուշությունները, այլ դիտարկումներ են արել եւ այլ եւ իրանց աշխարհացքը ձևավորվել է։ Ոնց որ օրինակ ասենք ես նայում եմ, ես վերջերս անդացույց են տալի պարսկական գորգեր, որ ցույց տան, որ այ մարդ ինչ եք ուզում մեզնից, մենք ես քաղաք շատ գեղեցիկ գորգեր են։ Ես գորգերի մասնագետ չեմ, բայց հայկական գորգերը, ասենք, եթե գունագույությամբ շատ են զիջում, բայց իմաստով հայկական գորգերն են իմաստալից, սիմվոլիզմով եւ այլն։ Նենց որ մենք եթե այդ բանը սարքեցինք Գրիգորի հետ, ցանկացած նախ երկրաշարժ, բան, ցանկացած փոփոխություն երկրակեղում կարանք միանգամից ֆիքսենք։ Էլի նորից ամփոփելով տեզերքը ամբողջովին քվանտային է, այսինքն
այն իմաստով, որ ես ասացի դիսկրետություն ունի եւ մատրիցա է, մատրիցա, ասենք պատկերացրեք այդ հայոնների բան մատրիցա են կազմում, բայց ինքը նենց հատկությունի ժամանակ առ ժամանակ ինքը կարա ինչ-որ տեղ տրողվի դուրս գա որպես վիզուալ տեսանելի մատերիա, բայց ընդհանուր դեպքում ինքը անտեսանելի է, դուք կարաք մեջով անցնեք, ինքը դուք ընկղմված եք ամբողջովին եւ ձեր բոլոր մոլեկուլների հատկությունները դրանով է պայմանավորված։ Եթե ասենք մարդուն վերցնեն տանեն ուրիշ գալակտիկա, ասենք որտեղ ընդ ուրիշ հայոնների վիճակը ինքը կարող է լրիվ ուրիշ ձևի լինի, էլի, այսինքն իր ասենք եթե չափերը փոխվեց ատոմների բանի եւ այլն, բնականաբար լրիվ նա փոխվելու է։ Այն նախկինում հաշվարկը 4 թվի վրա չէ եղել հիմնված, հիմքը։ Նախկինում հաշվարկը 4 թվի վրա եղել հիմնված, 4-4, դա օրինակ ապացուցում է երաժշտության մեջ։ Ինչ կասեք, հետո որ փոխվել է, դա չի ազդում ընդհանուր տեսության վրա։ Նույնիսկ մեր տառերի էլի 4-4 երաժշտության հետ միացուն է, դա ամեն ինչ վերջում գալիս է բնական թվերին, հավասարակշռությանը ամբողջ տիեզերքը, երբ որ ինքը հավասարակշռության վիճակում է, գալիս է բնական թվերին եւ դա ամեն ինչը խորհուրդ ունի այդ բնական թվերի հետ, բայց երբ որ ինքը փոթորկում է, ասենք իսկ տենց տիեզերքը կամ տարածությունը բանամ, այդ դեպքում առաջանում է անհաշվելի գիտեք ինչ բան է, ասենք կա անվերջ, կա նաև ուրիշ անվերջ, որի հզորությունը էապես ավելի մեծ անվերջ է, քան սա, էլի, անհաշվելի, օրինակ իրացիոնալ թվերի բազմությունը ցանկացած հատվածի վրա, եթե դու մեկ հերթականությամբ չեք կարող հաշվել, անհաշվելի է դա։ Հիմի անվերջ չի, կարող լինի անվերջ։ Հա։ Հա, գոյություն չունի, հա, դե մի խոսքով այն ինչ որ մենք գիտենք սուրը, քիմիա, ֆիզիկա եւ այլ, դա հավասարակշիռ վիճակների բաննա, որ մենք երկարատև պրպտումներից բան, բայց ես ասի հավասարակշռություն ոնց կարելի է խախտել, որ մենք միկրոսկոպիկ տենց անում ենք, փոխել այդ հայոնների վիճակը, այդ որի դա է հիմքը, դրանից է, այս ամեն ինչը հետո դրանից է առաջանում։ Դե հիմա 10-ն է, չէ, բայց ժամանակին 8-ն է եղել փաստորեն 4-4, դա կարող է շատ հենց կարևորել ազդեցություն ունենա ընդհանուր հաշվարկներ։ Լավ չհասկացա, ճիշտն ասած, հարցը Գումերում 60-ական համակարգն է, այդ որ մենք այսօր Ռոպեն բաժանում են 60։ Սկզբից եղել է բանը, սկզբից եղել է հնգական համակարգ, հետո 6-ական, հետո 60-ական, այդ շումերում տենց զարգացել է։ Եվ դրա բացատրությունները կա, էլի, մի խոսքով։ Հիմի ասենք հետո ասենք մենք կոմպյուտերներում օգտագործում 2-ական համակարգ համակարգերը տարբեր կարա լինեն, բայց կան բաներ, որոնք հիմնարար են, ասենք ամբողջ թվեր, բնական թվեր, որ ասենք հավասարակշռության վիճակում վերջին հաշվով, ես որ ասենք այստեղ հետաքրքիր բաներ եմ անում, ասենք անհաշվելի չափողականության տարածության մեջ հեռավորությունները ոնց են բան այդ մոտարապես ոնց է կառուցվում եւ այլն, հետո ինքը ժամանակի ընթացքում կոմպակտիֆիկացիա լինում, այսինքն առաջանում է չափեր, ասենք երկու չափանի բան որ ցույց տվեցի տարածությունները, ասենք իմ մոտ առաջանում է ընդհանրենք այդ ինչ որ գույնի հայոնները հաշվի առնելով մեր այս աշխարհը 10 չափանի է դառնում կամ ժամանակը դառնում է եռաչափ ժամանակ պատկերացնում եք, չէ՞։ Ժամանակ մի խոսքով էդի արդեն դրա բաներ է, էլի, այսպես դրա համար ասենք սովորական մարդու ընկալումը եւ մարդ, որը նու տիրապետում է այդպես մաթեմատիկա բան ինչ որ փիլիսոփայության
իրականությանը շատ տարբեր կարող լինի, էլի, իապես տարբեր մի դրա մասին դժվար է թրուցիկ բացատրել խոսքով։ Սրանով ավարտենք, համ շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Պարոն Գևորգյան։